Անձեռոցիկ։ Անձեռոցիկ, ահա։ Ես պատրաստ եմ։ Ես եմ պատրաստ։ Հա։ Ներկայաց Մարիամ, հա։ Անուն ասկանում, շտղարես մասնագիտություն։ Հա, փորձիմ ես ներկայացնի։ Կամերին պիտի եշիմ թապարտադիշ չի, շլևա։ Ես Մարիամն եմ Անդրեասյան, ծնունդով Շուշեցի, ծնողներս մայրս Գյումրեցի, հայրս Մարտակերտցի, մասնագիտությամբ տնտեսագետում, բայց պատերազմից հետո ավելի շատ ոչ մասնագիտական ուղղությամբ գործունեություն ծավալալ, այլ ավելի շատ հայկական, ավանդական, ազգային բարերի տարածմամբ զբաղվել, գտնելավ էր տա Արցախում այս պահին ավելի կարևոր այլալ ու ավելի արժեքավոր։ Մատնես քու Գերդաստանի մասին, քու արմատների շտղանն ծնողների, տատի, պապի, ընդհանրապես ձեր կողմի մասին։ Ցավոք սրտի վեճ ծնողներս, վեճ էլ ես շատ խորացալ չունք, թե ինչքան հերվից հակյամ մեր արմատները, բայց ինչքան վեր գիդումում կպատմիմ, դա մամուս պապան Կոստանդնուպոլսից է, այսինքն մայրական պապիկս Կոստանդնուպոլսից է, ցեղասպանություն վերապրած, հայրս իրանք միշտ ապրալ են Արցախում ու հենց Առաջաձոր գյուղում, Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում ու հետաքրքիր է վեր բոլոր պատերազմական շրջաններում հիվեր ստիպված են իլալ ապաստան ճարին վենանին, Առաջաձոր գյուղը հիմնականում իր դիրքը փոխալա նույն տեղում, այսինքն ձորակի վերև նապիցրացա սարերի մեջ, հետո հիվեր պատերազմական, այսինքն այդ իրավիճակը խախանդվալա, իրանք նորից կշացալ են ետ իրանց տարածքը ու պապիկս, այսինքն պապուս պապան միշտ պատմում է նրա մասին, վեր շատ արհեստագործական ուղղվածություն է ելալ, պղնձագործներ են ելալ, երկաթագործներ են ելալ ապրելիս այդ տարածաշրջանում ու խոր արմատներ կա հենց այդ տարածաշրջանից ու հիշումում իմ պրադեդուշկաս, պապիկիս պապիկը, իր գերեզմանի քարի իրակ իրացավ ինքը մի դար 25 տարի ապրալ է ու ոնց որ միշտ այդ ապացույցն էլ կա, որ իրանք միշտ տեղն իլա, որտեղ տեղա թաղված պրադեդուշկաս, պրաբաբուշկաս եւ այլն, իսկ մայրական կողմս շատ հետաքրքիր, մենք ինձ էտի հետաքրքիր, բայց շատ դաժան պատմություն ունե, պատմությունն ապրալ, իմ մորական պապիկիս պապան բժիշկ է իլալ Կոստանդնուպոլսում ու բավականին հայտնի ու այդ ժամանակահատվածում ինքը քանի որ համաշխարհային պատերազմն էլ այլալ քինալիս ինքը բուժելիս այլալ ըստ իր երթման բոլոր զինվորներին ազգությունը կապ չունե, բայց մի օր Թուրքիայի կառավարությունը ասում է որ եթե դու հայ զինվորի բուժիս, մուք քեզ ու քու ընտանիքից սպանելու ենք, ընտանիքը բավականին մծայլալ 10 երեխա այլալ ու մնացած ընտանիքի անդամները կին, հայր, պապիկ, տատիկ մի օր ընթրիքի ժամանակ մամայիս պապան պապիկը ասում է որ ես կարել չում հայ մարդու բուժին վեճ ու ինձ տի սպառնացալն ու ինչքան ես ձեզ շատ եմ սիրում, ես ուղղակի կարել չում տա չանիմ։ Դրա հետ է դուք պիտի փրկվիք, այսինքն երկենաքինակ, փախչիկ ու ես պիտի մնամ ստեղ վեր կարիմ իմ գործս շարունակիմ, ինչքան վեր ոնց վեր Աստված թույլ կտա։
ու որոշում են կայացնում այդ գիշերը վեր տարբեր ուղություններով բոլորը պետք է փախնին, բոլոր ասած տեղը, բացի երկու մեծ տղաներից ու հենց պրադեդուշկի, իրանք պետք է մնան ու ոնց որ այդ 3 հոգով իրանց աշխատանքը կատարին տեղ, իսկ արդեն մամայիս տատիկս, դի ասած, իր երկու աղջիկների հետ որոշում ավեր պիտի քինա Եգիպտոսի ուղությունը պետքա բռնին, իսկ արդեն իմ պապիկս վերևեր ընդամենը մի քանի ամս է կանայինում նոր ծնված, իրան տինում են Նյու Յորքի այդ ժամանակ Նյու Յորք մանկատուն տնելի սնիլալ այն խոխորձը հայ խոխորձ այն մտքա վեր պիտի փրկին լի իրանց գոնե կյանքերը փրկվե ու իմ պապիկս տրանցանա մինայինում վեր որոշում են կայացնում վեր պրոստա առանց անուն ազգանունի եւ այլնի ուղակի ղարկում են Նյու Յորքի մանկատուն վեր իր կյանքը փրկվե բայց իր մաման մի հատ այդ ժամանակ շատ արդիական այլալ կուլոնա իլալ, շտեղ այդ կուլոնի մեջ իր նկարն իլալ ու պապիկիս նկարն իլալ ու պապիկիս մամուն պապուն նկարը ու դիղարկում է ու տարիներ շարունակ վիշմիլուր ինում չես քնիրան կուրցնում են այդ հետքը ու Եգիպտոսի ճանապարհին փրկվում է մենակ տատիկս ու իր երկու աղջիկները մնացած է ճանապարհին մահանում ունելա ու շատ տարիներ անց մոտարպես 15-16 տարի անց այնպես է ստացվում որ պապիկիս մաման պիտի գործեր ավունքներ Նյու Յորք թղթաբանության հետի ու տեղ քինամա ստի ասած շուկա առևտուր անելու ու մի քանի տղաներ ոնց որ հարձակվում են ու իր սունկան կյուղանում են ինքն են դի օրջ ձևի կնեգայինում ու վազատամ այդ տղորց հետան ու բռնում ու տանում է միլիցիայություն վերջլի իրանց բենանին դաստիարակչական աշխատանքներ տանին այդ ժամանակի վեր թողտն լրացնելի սնինում գիրելի սնինում վերջ այդ բողոքին հետի այդ տղան ստի կրանում ալ ինչ-որ մի բենայոնում այդ կուլոնը ռվամ է ինքը պես համ տեսնում է դա իրան տղան է ուտեղ ոնց է իրանք ջարում են ուրուր դեդոս իր մաման ու դրանից հետո արդեն յորաունում իրան հետ ворթեգրում է հետ քինամա Եգիպտոս պապիկս ընդեղ ամուսնանում է 3 հատ աղջիկա ունենում դաժե Եվրոպայի բոքսի չեմպիոն այնում 7 հատ լեզու է իմանում եւ այլն արդեն բավականին հասուն տարիքում 3 հատ աղջիկ ունենալուց հետո որոշում է չելի ես ուզում եմ քինամ Հայաստան որովհետեւ ոնց որ նեղվում ասում այս առավոտ երում կենում մի քանի լեզվաբարի լույս ենք հասում տարբեր ժողովուրդներ յուր, բայց հայերեն ես վիշմինին կարում չում ասին բարի լույս ու այդ որոշմամբ ընտանիքը վակվում է կյամն Հայաստան ու почему-то տեղավորվում են Գյումրիում ու այդ ժամանակ իր կինը հղի այնում 4-րդ երեխայով ու այդ ամենավատ ժամանակաշրջանն այնում այդ սովետական մինչև սովետական վերինում կոմենդանտսկի չաս եւ այլն ու ամեն մարդ կարել չար երեկոյան ժամերին նշված ժամից հետո դուրս գար ու հիվեր իր կնոջ ցավերը սկսում է ինքը դուսակյան վեր ինչ-որ բժիշկ ճարե ինչ-որ մինին վերքյան կնոջ ցավերը բռնալա խոխան պիտի բերե եւ այլն դուսակյան վեշմին ճարում չէ երկու հատ ռուսական միլիցիա դուսկյամ ռչին դի բռնում են ու վերհրցնում են հուվս խայստություն ինքը ռուսերեն գիտալիս չինում հայերեն խոսում ավեշպեն հասկանում չն անգլերեն խոսում ավեշպեն հասկանում չն տարբեր լեզուներով խոսում ավեշպեն հասկանում չն ասում է սպասե թուրքերեն էլ խոսիմ գուցե կհասկանան վեր թուրքերեն է խոսում հասկանում չն բայց մտածում են վեշպիոն է ու տանում են բանդ ցելի օր պահում են մինչև հաջորդ օրը բերում են թարգմանչի վեր թարգմանե տեսնան հուվան ու թարգմանելուց հետո վեր հասկանում են հուվակյա մատոն տեսնում է իր չծնված խոխան ու կինը մահացած են ուտի դրանից հետո արդեն իր դիմաց հարևան այնում արդեն իմ տատիկս իր պատմությունն էլ է շատ հետաքրքիր ինքը շատ ջահել ժամանակ ամուսանում 17-18 տարեկանում եթե ճիշտ եմ հիշում ամուսինը պատահաբար մարդուակություն մաշինի տակ ու տրանդարդա փախչում է Ռուսաստան վեր իրան բռնին վեճ ուտի թողում է իր կնոջը արդեն հղի վիճակում Հայաստանում մենակ ու էլ հետ չի վերադառնում ու ստացվում է վեր իմ
պապիկս կնոջնա կուրցրալ 3 երեխաների հետ միասին իր մամունը հետ ապրում է Գյումրիում տվյալ թաղամասում, իմ տատիկս էլ առանց ամուսին արդեն իր ծնված խավ ապրում է նույն թաղամասում, դիմացի հարևաններ են ինում։ Ու տատիկս ես իմ պապիկիս տեսալ չմորական, շուտ մահացալ, տատիկս պատմում է, ասում է մի օր կյամա Միհրանա անունը ինում, Ալվարդել տատիկիս անունն է ինում, կյամա ասում է համ դուս մենակ մայր խոխատար, համ եսում հայր աղջիկներին պետք է մայր լի, եկ յուրն հետ ընտանիք կազմինք, այս խոխորցը մծծնինք, տատիկս ասում է վեր հինչան ասում խելքը թրջրածս եկաս ինձ ինչ առաջարկս անում, ասում է մերժում եմ տի, բայց ասում է մի որոշ ժամանակ անց հոգսերս այնքան շատ այնում ու ես այնքան ունենում ինչ վեր մինի կարիքը վեր ինձ քյոմագան է, քյամ տորնը թակում, ասում ես համաձայն եմ լիքո առաջարկիդ, ուտի իրանք ընտանիք են կազմում, արդեն իրանց համատեղ ամուսնական ընտանեկան կյանքի ժամանակ ծնվում է իմ մամաս ու իմ քեռիս։ Ու բացի իրանց հանատերնում է ես ունիմ նաև 4 հատ մորաքույր, տարբեր հորերից ու մորերից, այսպես ասած։ Ու պապիկս տի մահանում է ինքը տարիքավ մոծայինում արդեն 60-անց այնում, իսկ տատիկս 50-ին մոտայինում, 48-49 տարեկան հիմվեր ծնվում է իմ քեռիս, ու մի քանի տարի անց նույնիսկ շատ փոքր այնում քեռիս, պապիկը մահանում է, ու ես տեսնում չում իրան։ Դե դրանից հետո արդեն երկրաշարժն այնում, երկրաշարժից հետո արդեն իմ մամաս որոշում է վեր ինքը օզում չքինա ուրիշ երկիր, այլ կյամա Ղարաբաղ, ուտի մնամ Ղարաբաղ ու Ղարաբաղում արդեն 94 թվականին, 93-94 թվականներին ծանոթանում է պապուսնը հետ ու 94 թվականին իրանք ամուսնանում են ազատագրումից հետո մայիսում ուտի հետո 95 թվականին ծնվում եմ ես ու մինչև 20 թվականի 44 օրյա պատերազմը ապրում ենք Շուշիում։ Սովետական միության տարիներին պատմեցիք այդ վաղ կամ դասպիչ ասելար եւ այլն ինչ պատմություններ կան դու գիտում ես սովետական շրջանում հուսալավյանց հետ ապրելը այդ կարգերում դեղ այլազգիների հետ շփումները, ադրբեջանցիների հետ շփումներ, շատ պատմություններ, շատ օրինակներ ունին վեճ, բայց մի քանի հատ կոնկրետ սովետական շրջանում մամաս բավականին ուրախ զվարթ պատմում այդ ամեն ինչի մասին, որովհետև կոնկրետ ինքը հիմնականում առնչվալ չի ադրբեջանցիների հետ, թուրքերի հետ, բայց իրան հետի բավականին իր երիտասարդական տարիներն այլալ ու ինքը մեծ հնարավորություններ ա ունեցալ սովետական միության երկրներում ճամփորդելու, այսինքն իրան հետի աշխարհ տեսնալու ու իրան հետի տա մեծ հնարավորություններ այլալ ու ինքը մեծ ոգևորությամբ ա պատմում, որտեվ գուցե դա իր ամենաերջանիկ տարիներն ա իլալ, իսկ դրանից հետո ինքը առնչվել է պատերազմի հետ ու դրանից հետո այդ հետպատերազմյան դժվարությունների հետ։ Ես շատ լսալում իմ հայրական պապիկից այդ սովետական շրջանում ադրբեջանցիների հետ առնչվելու փաստից, որտեվ ինքը աշխատանքի բերումով հաշվապահայլալ ու քանի որ Ղարաբաղ այդ շրջանում իլալ են ադրբեջանցիներ ու շատ հայեր էր Բաքու են իլալ գալիս գործի բերումներով շատ են առնչվել ու պապիկս միշտ շեշտում ա վեր խտրականություններ շատ ա իլալ։ Այսինքն հա օտելը լավ ա իլալ, դուրսու քինալ գալը լավ այլալ, ծով քինալիսն է, այսինքն նման բաներ իհարկե մոտիվացնող ոգևորող այլալ իրանց հետի, բայց նաև պատմությունները միշտ պատմում են վեր ուրիշ ձև են եշում, մատնացույց են անում,
վախի մթնոլորտում են պահում, նման որոշակի կամ աշխատումս, բայց գումարը ծեր փորձում են խափին, տանվեջ, այսինքն նման դեպքեր միշտ հիշատակում է ինքը, բայց դա կապում չի սովետական շրջանին հետ, երբեք կապում չն այդ շրջանին հետ, այլ կապում են կոնկրետ հայի ու ադրբեջանցու հարաբերություններին հետ, իսկ սովետը հիմնական իրancs հետի ամենալավագույն ժամանակաշրջանն է իլալ, ու ես ինքս վերլուծում տա նրան հետիա վեր տա իրանց ջահելությունն է իլալ, իրանց անհոգ գուցե շրջանն է իլալ, իրանք սահմանափակն իլալ, իսկ հիվերտ ու սահմանափակս ինում շատ բեն հասկանում, չսի այդ սահմաններից դուրս ինչքան ավելի լավ ուրախություններ կան, հնարավորություններ կան, շանսեր կան, ու քանի որ իրանց կյանքին էլ վտանգ չի լալ սպառնալիս, իրանք սիրելիս են իլալ այդ շրջանը շատ։ Պատմեցիր հասկացի քո մայրական կողմի մասին մի քիչ էլ անդրադարձ կատարենք հայական կողմը արդեն երևի արցախյան մի քիչ էլ իրանց մասին պատմիս Պապուն ղոլը ծեր հիմնականում միշտ ապրալն հենց Առաջաձոր գյուղում, ուղղակի մի շրջան հիշում չում Ադրբեջանի կոնկրետ որ քաղաքում, բայց մի քանի տարավ տեղափոխվում են աշխատանքի բերում ավնդեղ, եթե ճիշտ եմ հիշում հենց Բաքու է ինում, ու այնտեղ է ծնվում իմ հորքուրս, ու հորքուրից ծնվելուց հետո արդեն իրավիճակը շատ սրվում է, լիքը վտանգներ այնում, կյանքերներին վտանգ սպառնացող բեներ այնում, վեր դեդոն որոշում է ուժե կայացնում, վեր չէ ամեն դեպքում ավելի լավ է ես քինամ իմ շենս իմ հարազատներիս կողքը ու ավելի հանգիստ, ավելի ապահովին ինք, քան ստեղ վեր որոշակիորեն վախ կա կյանքերների հանդեպ, ու արդեն հորքուրս մի քանի տարեկան այնում, հետ ըտի ընտանիքավ վերադառնում են Արցախ Առաջաձոր գյուղ։ Դա այդտեղ նորից գործունեություն են ծավալում, իրանց հետի ապրում են հանգիստ, որոշակի դժվարություններով, էլի վախի մթնոլորտում բենում։ Հետո արդեն հայրս, ամիս, իրանք են ծնվում, մծանում, սովետական միությունում ծառայում, Ռուսաստանը ծառայում, դժվարություններ այնում, մինչև պատերազմի սկսվելը, այդ շարժում եւ այլն, պապաս Երևան այնում սվրելիս, արդեն պատերազմի բերումով տեղափոխվում են էլի Առաջաձոր գյուղ։ Որպես այդպիսին իրանց կողքի պատմություն, այսինքն անցած ինչ-որ ճանապարհ հատուկ ավեջ, որտեղ իրանք մնայուն են իլալ միշտ իրանց հողում, այսինքն որոշակի ինչ-որ ցեղասպանական բեներով անց չընկացա, պատերազմներ են տեսալ, դժվարություններ են տեսալ, բայց հիմնականում հաղթարալ են իրանց հողում ու խոսվում չի դրա մասին շատ, այսինքն իրանք ինչ խնդիրների հետ են առնչվել կոնկրետ սովետական միությունում այդ տարածաշրջանում։ Ծնողները ոնց են մի քիչ էլ իրանց մասին պատմիս ու ձեր ընտանիքից բնամուսնացավ հունցնալի բալ իրար 89 թվականին մաման ուժե կյամա որոշում է կայացնում կյամա Ստեփանակերտ, Արցախ, շատ դժվարություններ ավատի անցկենում, մինչև կարողանում է աշխատանք ջարե, ու ինքը սկսում է աշխատել Պարքև Սրբազանի կողքը եկեղեցում որպես հաշվապահ, ու պապաս էլ աշխատում է եկեղեցում որպես պահեստապետ, ու հիմնականում իրանք դին առնչվում աշխատանքի բերումով եւ այլն, արդեն Շուշիի ազատագրումից հետո Շուշիին երկուսն էլ ինում, այսինքն այդ ստի ասած հիմնարկներ, եկեղեցու աշխատակազմն էլ Շուշիա տեղափոխվում, ու այնտեղ արդեն ավելի շատ նույն այդ առնչվում, աշխատում եւ այլն,
շատ հունցապապաս մամու սիրահարվալ Maman դի քանի որ Գյումրիում ծնվել մծացալ դի քաղաքի աղջիկա լի պատար դի հասկանալիս չիլ դաժե տարբերելիս չիլ հավը վրցակին անա իսկ նույնանք ինչ հավան տարբերում իր անա այնքան բեմ որ ինքը գիտայս ալա թա վրցակնելա ծյուացում կամ խեչի ծյուացում այսինքն այդ կարգի մաման քաղաքի աղջիկա լալ ու ինքը ընդհանրապես հերոյա իլալ այդ գյուղական կենթանական եւ այլն այդ աշխարհից ու քանի որ ինքը դրա մասին խոսում է, իր սաղ աշխատողները գիտում են, դե Շուշի այդ ընթացքում կենթանինը շատ ուշալի էր արգելվալ Շուշի քաղաքում, ոնց կովերը, վճխորները եւ այլն կենթանիները ինին վեճ Minor eşe anskenu diye եկեղեցուն կողքավը մաման էլ դիտություն այնայնում վերջլի իրան հետի կանգնած ուզիրություններից բեն պապան տիպեն այդ գործանողներն էլ այդ էշը վեր անցակենում դե էշին առանց փալան կարել չլի նստից դի պապան որոշում ավ էլի պիտի հումոր անե դի ասում է հան հնե այն քաղաքի աղջկան է իշեցի դա կարել չի էշին իրան նստե ու դի как будто հատուկ ասում է իրան պրինցիպի մեջ գցե Դի մաման վեր տասկանում է, ոնց որ ասում է հուսթարի քաղաքի աղջիկը կայ չէ էշին իրան նստե։ Ու այդ առանց փալան էշին իրա վերջլի ասում է քյոմա գրեցիկ նստում է ու այդ էշին իրա վեր նստում ոնց որ պապան այդ էշին սի թխումալի վեր տեղան տյուրկյակին այդ էշը խոդի անգնում ու մինչև վեր Շուշին գիտում է Շուշի լած այդ ավան պլազան այդ իննահարկանի շենքը գիտում ալի այդ վենը առանց կանգնել էշը վազա տամ ու մաման էշին իրան վեր անգնում ոնց ձերքը կոտրում է Դի պապան շատ փիս է ազգում իրան ու սկսում է իրան ուխաժվը տանելը, բալից է տանում էս այնպես, այդ ընթացքը երկար է տևում ու դի ուժը իրան ուխաժվը տնելու ընթացքում պապան սիրահարվում մամուն իրա ու դի իրանք իր հետ ընտանիք են կազմում արդեն 94 թվականին հենց արդեն զինադադարից հետո ու 95 թվականին էլ ծնվում եմ ես արդեն ու դե հիմնականում ապրում եմ Շուշիում շատ կարճ ժամանակահատվածով 3 տարավ աշխատանքի բերումով տեղափոխվում ենք Գյումրի 2000 թվականի 2000 թվականին տեղափոխվում ենք 2003 թվականի վերջերքին արդեն նորից հետ տեղափոխվում ենք Շուշի Ինչու պատմում ինչի ստացան մեծերից 88 թվականի շարժումը հուսա սկսավ մասնակցան ձեր ընտանիքի անդամները այդ իլելն արդյոք բարեկամներ վեր Բաքվում սուգայք ունիլալ Հա պապոս գոլի բարեկամներ ուրեմն շարժումը մամուն հետի յուրովիա իլալ, այսինքն ինքը քանի որ Բարքև Սրբազանի հաշվապան է իլալ, շատ հետաքրքիր պատմություններ է պատմում իրականում այդ ամբողջ ընթացքինը հետ կապված, շատ մեծ աշխատանքներ տարվալ, ինչ փորձությունների մեջ հավն անցկացալ եւ այլն Պապու գոլը արդեն կա բարեկամներ, որոնք վեր Բաքուին իլալ, Սումգայիթն իլալ ու այդ ամեն ինչի մեջ հավանց հնկացալ ուսոր Հայաստանն բնակվում, տարբեր տեղեր ու միշտ դրա մասի վեր խոսում ենք դիմ ինձևի ցավում ապրում, որովհետև Պապոս քուվերքը հովերվեր Ադրբեջանն իլալ այդ շարժման ընթացքում ու ստիպված տեղափոխվալն, այսինքն իրանք ամեն դեպքում հվատալ չնի վեր կարող է նման դաժանություն ինի հայերի հանդեպ տեղ, որովհետև все-таки ինքը ոնց ասում է այդ բառը, այսինքն տարբեր ազգերի քաղաք է իլալ, տարբեր ազգերի ներկայացուցիչներն իլալ ու երբեք մտածալ չունի վեր հնարավոր է հայերի հանդեպ դաժանություններ ինի, բայց իլալ է ու տեղափոխվել ավել արդեն Հայաստան, որոշները Արցախ, որոշները Հայաստան, մինչև սոր իրանց ճարում չն, որտեվ այդ փորձությունները, դաժանությունները վերի մեջ հավիրանք անցնկացալ ու այդ չհիմնավորվելը հետ այդ տարիքում արդեն Հայաստան կամ Արցախ բավականին մեծ հետ կա թողալ իրանց
կյանքին իրա ու իրանք միշտ ոնց որ հիշողությունից դուրս չգամ, իրանք կարում վերջնական ապրին այդ պահը ու պես թողին։ Ու մաման էլ վիրավորվում է այդ ընթացքում, պատմում ցայլալ իր վիրավորումը, ուրեմն թիվը կարել չմասի 91 թե 92 թվականին այնում, բայց մի օր էլի սկսում է Ստեփանակերտը ռմբակոծել ու մաման թղթաբանություն վերջը այդ եկեղեցուստի ասած գործերով տարված Ստեփանակերտի հենց մինչև վերջերս էլ Սրբազանի տոնը գիտում են արցախցիները շտեղալի այդ հատվածում այլալ վերսկսալն ռմբակոծել Ստեփանակերտը ու մի ասկոլկան էլ վերջը մի ռումբն էլ վեր գցումն այդ ասկոլկան նիակյամ մամուն ստի ձերքան ստղան նիա մտնում այս մի գոլան ստի տուսակյամ մինչև մենք այդ մոտ շրամը հալամկա յուրան իրա ու դե բոլորը թաքնվում ու վերրմբակոծությունը սկսվում է մամու շատ ուշ ընճարում ու տանում բալիցա ու վեր տանում բալիցա իրա միանգամից մահացածների մեջ ընկցում վեշտա ոնց որ ստուգում են տեսնան վիրավոր չի ինչ օգնություն տան որտեվ ահավոր շատ են ինում այդ օրերին վիրավորները ու հիմնականում փորձում են այն հյուր հնարավոր է իրոք փրկած ժամանակ չկուրցրած իրանց կյանքը փրկին ու մաման տի առնականված մոտարպես մին 2 օր մնամ այդ մահացածներին մեջին ու այդ շրջանում արտասահմանից լրագրողներ են ինում եկած ու ռեպորտաժին հետի ոնց որ վիդեո նկարահանումներ են անում ու բալիցում նկարահանում են անում ու նահաշնտամ մահացածներին, այսինքն լող պարկացրած ընտափին ու մաման էլ է պարկած տափին, դե մաման Ղարաբաղ լրիվ մենակային, վեշ բարեկան, վեշ իմպեն, այդ ընթացքում հյուրն այդ վերցանոթանում ընկերանում է իրանքն ինում ու այդ ռեպորտաժը վեր նկարահանում նահաշնտամ ստի տափե մահացածներին ու մաման էլ է արվամ ու տա Հայաստանի լրատվական վեներամ նահաշնտամ ու բաբոսա տեսնում վեր իրան աղջիկը մահացածների մեջ է ու այդ ընթացքում շատ ահավոր է ինում հասնել Ղարաբաղ շատ շուտ ու լուրեր ստանալ վեր այդ իրան աղջկան ինչը նրա թաղալն, ղարկալն ինչը նրան ինքը կարամ չստանա ու 7 օր տևում է վեր ինքը կյամասնում Ղարաբաղ վեր իրան աղջկանա նախաբար գիտա ու եթե մահացածա իրան տանե լեննական ու շատ սարսափելի ճանապարհ անցկենում բաբո մինչև կյամա բայց այդ ընթացքում նաև արտասահմանից մի հատ բժիշկ է ինում եկած վերևեր ոնց որ այդ նկարահանման ընթացքում նաև տեղ է ինում ու տեսնում է վեր ոնց որ մամուն գույնը նման չի մնացած մահացածների գույնի ու դե ասում է մի հատ սպասեն նիակյամ շատ թույլ զարկերակավ է ինում բայց զարկերակ է ինում մամուն այսինքն ինքը մահացած չի բայց շանս էլ չկա լի վեր կապրետ այդ կարգի է ինում բայց ոնց որ այնտեղ սկսում են պենանելը վեր մահացած չլի ինչ վեր մի պեն անինք ու արյան պակաս կա ահավոր անտանելի ինչ անունը վիճակ է ինում տեղ հիգիենայի առումով եւ այլն բայց այդտեղ որոշում են կայացնում վեր ինչքան վիրավոր կա հուվ կա իրանց հալուղջինանա խառը արյուն են յորնում ու մամունն ներարկում վեր շատ արյունակուրցրալ ինչ անունը վեր ինչ վեր կենթանությամբ են տան ու տեղափոխին Հայաստան ու դի ստացվում է այդ արյունները վեր ներարկում են իրան կարողանում են որոշակիորեն կյանքը երկարացնին ու վերտալյոտով տեղափոխվում է ինքը արդեն Երևան ու տեղ բուժում է ստանում ու տեղ կյանքի ակյամ ու վերջը դաշնություններով ինքը անցակացալ ու հետո նորից իդ որոշալա վեր պիտի կա Ղարաբաղ ու նորից տեղ գործունեություն շարունակե որտեվ ինքը հալամ հանդիպած չի ինում պապուս ու զուտայրան հետի պիտի որոշում ինել ինքը ոզում է կյա իդ Ղարաբաղ թե ուզում է իր կյանքը ավելի ապահով տեղ շարունակե դի մի քիչ էր պատմիս քո մանկությունից շտեղ անցկացավ մանկությունը վաղ մանկական տարիքը բերքաղաքում արդեն հիշողություններ է պատմիս
Շատ ուշ է սկսում իմ հիշողություններս, մոտ տարպես 5-6 տարեկանից նոր որոշակի բաներ եմ հիշում ու ավելի շատ տպավորված է արդեն դպրոցական տարիներից, քան ավելի մանուկ, բայց շատ հետաքրքիր մի հատ դրվագ կա իմ հիշողությունում, վեր բավականին շատ վառ է, ուրեմն հիվերլենական ամունք նորից կյամանքի հետ Ղարաբաղ, այդ ընթացքում տրանսպորտի գործունելիս չի լիրալ, հատուկ են տրանսպորտներն իրար գործունելիս, դա վերասում 2003 թվականն է, ու դաժե հիշում չում ես պահին մունք Ստեփանակերտից մինչև Շուշի տանկը հունց ենք հսնում, բայց դրանից հետո հիշում վեր վնավ ենք սկսում պիցրանալը Շուշի ու մամուս պապուս այդ ոգևորությունն է շատ մեջից տպավորված վեր ինչ մեծ ներդաշնակությամբ ու հիացմունք հավն իրանք պատմում վերադարձալն տոն ու ոնց են Շուշին նորից ազատագրալ այդ հայկական հողը, իրանց տոնը ու ոնց ինչքան են իրանք լավ զգում նորից վերադառնում են այդ տարածք ու հիշում շատ տպավորված է վեր ուժը պիցրանում ենք Շուշի, մտնում ենք Շուշի, Վազգեն Սարգսյանի արձանը ու այդ պետական պատկերասրահը, թանգարանը Շուշի, տղից մի հատ ճանապարհ կա վեր բիդա Ղազանչեցոց եկեղեցի է Պիցրան, մի հատ ճանապարհ էլ կա վեր թեքվում է ու կանաչ ժամի այդ տարածք հավաքին է ու պապան ընտրում է վեր ավելի շատ պիտի մանքյանք մունք հետ ոնց էր մինչև մեր տոն քինալը որտեղ մեր տոնը Ղազանչեցոց եկեղեցու ռոչի շենքն այն այսինքն մոզետի ավելի կարճ կիներտի բայց վեր ավելի շատ մանքյանք ու իրանք ավելի այդ 3 տարվա կարոտը վեր առնին ոնց որ այդ մի ճանապարհով քինանք ու ոնց է պապանտի պատմում ամեն մի տան մասին, այդ փողոցի մասին ու այդ ծառերը վեր ինչքան շատ այլ այդտեղ ծառերը վերը հետագայում կտրալն որոշակի շինությունների ու տեսքի բերելու հետի ու դա այդ տարածքը ճանապարհը իմ ամենասիրելի ճանապարհն է այլ դրած Շուշիում թեկուզ տեղ ինչ-որ մի հատ յուրահատուկ բան չի լալ որտեվ յուրահատկությունները ուտի ճարտարապետական ստի ասած ավելի սիրուն բաները էս մի գոլին այլ բայց այն վեր այդ ճանապարհում ինչքան պատմություն է պատմվել ինչքան ավելի կոլորիտ կար տեղ դրա հետ է այդ ճանապարհի ամենասիրելի ճանապարհն այլ դրած ու հիշում Վեր եկալ ենք տոն, ուժը պիցրացալ ենք մեր տոնը, ինքը հենք հարկանից շենք հայլալ, մունք 5-րդ հարկում ենք իլալ լպրելիս, տոնը բոլնի տերտակ այլալ, մեծ շիմվի իլալ չի, մենակ պատերն այլալ, ուտի մաման պապան հունց ստի ոգևորությամբ ասում սեսա խոխորդ սենյակն այն ասա մեր սենյակն այն աստեղ կրավատ ենք դինելու ստեղ ռեմոնտ ընկնան աբոյները պիտի փոխվե ու այդ կամած մունք հունց ենք հիմնավորվում տեղ ու ինչն է նաև հետաքրքիր այդ շրջանում վեր շատ մարդիկ չն իլալ, այսինքն ակտիվություն չի իլալ, նոր-նորն իլալ գալիս, այսինքն իմ հիշողություններս համընկնում է այն շրջանին հետ, վեր ես ապրալում տեղ տեսնալավ թաշուշին ոնց է տարի ավելի մարդաշատ դառնում, ճանապարհները սարքվում, կենթանիներին Շուշի մեջտեղից կենտրոնից հանում, մաշինեքը շտանում, որտեվ առաջ Երևանից Հայաստանից վեր գալիս են իլալ Ստեփանակերտ ու վերջը Արցախ, Շուշի ավնի մտնելիս չնա, որտեվ ճանապարհները շատ Փիսայլալ աշրջանցելիս ինլալ Շուշի տակավն իլալ գալիս ու մոնք օրվա մեջ հազվադեպ ընկլիլալ մաշին տեսնալիս տամուզետից դիհինգինամ հինչ մի հատ բենայլալ վեր մոնք մաշին պիտի տեսնանք ու ես նայ ախպեր մի հատ խաղ ընկլիլալ մուզետի որոշած վեր բալկոնան պիտի դուսկյանք ու տա զբաղմունք հալիլալ գիտայս չնքին չավ զբաղվին ու մնանք այդ բալկոնան կախիլած այնքան վեր գոնե 2 հատ մաշին փռնցնինք վեր անցակենում ու հիր համբերությունը հերիք չան այդքան մնավեջ բալկոնում ոնց որ ինքը ինչ մինին ասածը պիտի անը ու տա ամենասիրելի խաղն է այլալ գիում չում խեմ ենք այլ էլ չբացատրություն տամ խե այլալտի բայց դա ոնց որ ֆենալի իլալ վեր ոնց կանելի այդքան մաշին չքինան մենգյում ետ այդ բենավ քինան վեր ինչից ինչ հատերալ վերջի շրջանում վերջի տարիների Շուշին ու հետագայում այդ աժոտաժը օրվա մեջ իլալա
10 հատ հրսանեկ հայլալ գալիս մինչև ժամի 3-ը, այդքան շատ մշինեք, այդքան շատ մարդիկ, ու այդ աժոտաժը հունց է միանգամից մտալ Շուշի այդ կառույցները, այդ փողոցների լավացումը, ու դա երևի հիմնականում նրա հետի մեջ տպավորված շատ վերասում եմ, որ պատերազմից հետո հովա է Շուշիում ներդրում մրալ, հովա քաղաքը զարգացրալ, հովա պատերազմից հետո որոշալ վեր պիտի վերականգնե քաղաքը, բայց հա դանդաղ, բայց ինքը վերականգնվելիս է այլալ, ու ամեն տարի ես մծնալավ տեսալում Շուշիում ինչ-որ մի նոր պենա ավելացա, իհարկե դա դանդաղ է այլալ, բայց աղքատ պետության հետի կամ ոչ ճիշտ ղեկավարություն ունենալու դա դանդաղ այլալ քինալիս, բայց ինքը վերականգնվելիս այլալ ու զարգանալիս այլալ։ Իսկ դպրոցական տարիները շտեղս դպրոց կեցավ հենց Շուշիում, պատմիս մի քիչ ու ուսանողական տարիներն Ես առաջի դասարնս համընկալա նրան հետ վելենական ընկիլալ, դեղում կեցալ 2 տարի դպրոց, 3 տարի դպրոց դեղում կեցալ, 2000 թվականից դպրոցում կեցալ, արդեն Շուշիում 4 դասարանիցում դպրոց կեցալ, Սվերալում սկզբից 3 հետ դպրոցում փոխալ, կոնկրետ Շուշիում, Շուշի Մուրացյանի անվան միջնակարգ դպրոցում, հետո Դանիել Ղազարյանի երաժշտական դպրոցում, հետո նորից տեղափոխվել Շուշիի Մուրացյանի անվան միջնակարգ դպրոցում։ Դպրոցական տարիները սովորական երևի թե բոլորի նման դպրոցական տարիներ են իրել, ապահոված ուսուցիչներով, գիրքերով, կրթությունով, գուցե լավ, գուցե վատ, ամեն դեպքում ես ավելի շատ հիմա գիտակցական առումով կգնահատեմ վեր այդքան լավ կրթություն չի իլել մասնագետների առումով ու նաև քանի որ կոմունիկացիան լավ չի իլել այդ տարիներին, այսինքն շատ լավ մասնագետներ ուզելիս չնիլալ կյան Շուշի ապրին, Շուշի դպրոցներում գործանին ու արդեն հիմնականում այդքան լավ չի իլել։ Բայց հետագայում արդեն նոր մասնագետներ են ընդգրկվել, Ստեփանակերտից իլել գալիս քինալիս, իսկ ուսանողական տարիներս Ստեփանակերտում ագրարային համալսարան այլալ, վերը հետագայում տեղալա տեխնոլոգիական համալսարան, Շուշիից Ստեփանակերտ քինալիս ու միլալ այդտեղ ու գալիս, մինչև հետո տեղափոխվել Շուշի արդեն 2013 թվականին, եթե սխալվում չեմ, Շուշիում այլալ լինելիս տեխնոլոգիական համալսարանը վերագրարայինից փոխվալա տեխնոլոգիականի։ Այդպես։ Իսկ ինչ ես հիշում ուսանողական տարիներից, ինչ հետաքրքիր բաներ, կամ դպրոցական տարիներից, բաներ տպավորվող։ Իմ ամենասիրած տարիները կարելի ասած դպրոցական տարիներն է իլալ, շատ հետաքրքիր պատմություններ կա, երևի հունց լոխոխեքը դիելվունք շատ սիրելիս ընկիլալ դպրոցից փախնինք, քինանք ջդերդուս, ժամանակ անցկացնինք հնդեղ, լիք չարաճճիություններ անինք, Գիտեմ, շատ հետաքրքիր է այլալ վեր ժամանակ առ ժամանակ ինչ-որ այդ պատերազմական, եթե պատերազմ լինի կամ ինչ-որ երկրաշարժ լինի, որտեղ մի շրջան կա Շուշիում բավականին հաճախակի եթե ինչ-որ միտեղ երկրաշարժ լինում, զգացվում էր, դի ոնց ենք դուսկիլան, յում չում այդ պատավ կշանալ եւ այլն, այդ պահերը բավականին հետաքրքիր է, դասարան ժամանակ անցկացնելը Այս պահին որպես այդպիսին յուրահատուկ պատմություն հիշում չում, մոնս կարում չում գցիմ, իսկ ուսանողական տարիները այդքան շատ երևի թե համասարանից է եկալ վեր սիրալ չում կամ դրական չի մեջ ասոցացվում, որովհետև ամեն դեպքում այդ բարեկամ, ծանոթ, ինչ-որ մտնոլորտ այլալ ու
անընդհատ պիտի պայքարեր վերտաազդևեջ քու գնահատականների տիրա, քու անվճար սվորելու տիրա, դրա հետ դե ավելի շատ կենցաղային երևի համասանական կենցաղային հարցեր այլ դրա հետ դիատուկ պատմություն չկա, բայց լավ, երևի ես մինը կպատմի, մենք շատ զավեշտալի է, ծիծղելի է այդ պահը, բայց այդ շրջանում բավականին էմոցիոնալ է ինձ էտի, ուրեմն տարին վեր պիտի սկսենք, դե բոլոր այդ ռեֆերատները, կուրսայինները ֆեն, պահվելիս է իլալ, գյում չումխե, ագրարայինի քոլեջում, քոլեջի մասնաշենք ուրիշ տեղ այլ է, համասանը ուրիշ տեղ այլ է, ու այդ շրջանում հենց դեպքայինում վեր ինչ-որ մի հատ պաշտոնյայի գյում չումիչի բարեկամ պիտի անվճար նստե, ու իքանի ես անվճար մսվերում, ուտի շատ ծանոթ բարեկամ ունին վեճ, այսինքն մինը կա վեճ դալու չկա մեջքիս կանգնած, почему-то որոշում եմ վեր ինչա ունը, դա ինձ պիտի լի զրկին այդ ամեն ինչա, ու իմտեղ ինքը պիտի նստե անվճար սվերը, ու ինչա ունը, դի ինչ-որ գնահատականների պենի պահայնում վեր պիտի ստուգ վեր, վեր համոզվեին, այսինքն ես պիտի ապացուցեի, վեր ես իմ բալերս լող հաշվար կալում, պահալում, հաստատ ես անվճարում, որտեվ տարին վեր փակվալա ես այդ ամեն ինչում համոզվալում, հետո նորում քեցալ ամառային արձակուրդների, ու արդեն սեպտեմբերին վեր կյամում հոպասում եք վեր տիպեն չկա, ոնց վեր քու բալերդ քաշա եւ այլն, ու վեր ոնց վեր օզում վեր ինձ ապացուցին այդ պահը, ամռնը բարձումա, վեշտա բարձումա լոխս գիդալիս ընկիլա, վեր քոլեջը նիա կենում, ու բոլորիս վարվում է, այդ միլիցի շենքի կողքին այլ այդ շենքը հետո քանդվել է։ Ու սաղ այդ կուրսայիններ, ռեֆերատներ, գյումչում այդ ամեն թղթաբանությունը տեղայինում, ու ինչ հանունը, դա վարվում է այդ ամեն ինչը, ու իրանք էլ օզին, ես էլ օզիմ, յուր կայել չնք ապացուցինք մզանահուվա դույզը, ու դի ոնց վեր իմ այդ շատ էմոցիոնալ պահը վեր ես պրոստը թողում դուսում կյամ այդ համասարնա ու կրթությունս հետագայում շարունակում Երևանի Հյուսային համասարանում լրիվ ուրիշ մասնագիտությամբ եմ ավարտում, դի համասարանական տարիներից վատ դեպք որպես էտա շատ մեջ տպավորվում վեր այդ ծանոթ, գյում չում խնամի բարեկամ այդ սիտուացիան ենքան վառայնում ենքան յուր պաստալու պենայնում վեր հետետի մարդկանց ճակատագրի իր ազդեցություն ամեն դեպքում թողելի սնիլել։ Իսկ ինչ յուրահատկություն կարիս բիչիս Շուշիից, այսինքն ուղերքը լինել հիմնականում ապրել Շուշիում, ինչ կենսաձև է իլել, այդ պատմական շինություններից ինչ ես հիշում, ինչն ավեր, քեզ ավելի հոգեհարազատ է։ Շուշին ինձ էտի գյում չում տա ինչից է կախված, բայց Շուշին ինձ էտի շատ յուրահատուկ է իլել, իրա ամեն ինչավ, իրա եղանակավ, իրա կառույցները, որոնք կիսաքանդն իլել, մարդկանց անհասկանալի տեսակները, որովհետև Շուշիի արդեն պատերազմից հետո շատ քիչ բնիկ շուշեցիներ են վերադարձալ, հիմնականում եկալն Հայաստանից մարդիկ, շրջաններից մարդիկ, հուվեր պիտի այսինքն դեղ զորամաս է ստեղծվել, ծառայության մեջ են իլել այդ զինվորականները իրանց ընտանիքներն են եկալ տեղ ապրալ սկզբից, եկեղեցու աշխատողներն են սկզբից Շուշիում ապրալ, այսինքն շատ քիչ է ելել բնակչությունը սկզբի մի քանի տարում, դպրոցն հիմնած իլել, ուսուցիչներն իլել, բերած իրանց ընտանիքներն են իլել, խոխորձնը հետ ապրելիս, այսինքն կամաց կառույցներ է ստեղծվել ու այդ կառույցների աշխատողների ընտանիքները Շուշին սկսալ բնակչությամբ լցվել ու հիշում եմ ստի մի դեպք վեր մի նոր քննարկում ենք վեր հիշնայել պատճառելի վեր այդ սկզբնական շրջանում պատերազմից հետո սկզբի մոտ մի 5-6 տարին շատ քիչ մարդիկ են եկալ Շուշիին բնակվել
ու դի այդ առաջի եկող բնակիչներից մինը ասում է վեր որովհետև վախ այլալ վեր հալամ թորքեր կինի Շուշիում ու մեր խոխորձ մեր կյանքերին վտանգ կսպառնե այսինքն այդ մինչև պատերազմի այդ վախը վեր կոտորելի սնիլալ մարդիկն իլալ կուրչելիս կյանքերին վտանգ այլ սպառնալիս այդ պատերազմից նույնիսկ ազատագրելուց հետո այդ վախը մարդկանց մեջին իլալ ավեր հունցքինանք լինդեղ ապրինք, բավեր հանկարծ անտառներում թաքնված թորքինի կյանի մտնետոն մորթ է, սպան է կամ խոխասքինա շկոլ մինգել գիդան վեր եչկյամ հինչանը շկոլանտոն ու այդ վախը ստիպալա մոտարպես մի քանի տարի շարունակ, մոտ 10 տարի շարունակ վեր մարդիկ որոշում չկայացնին կյան Շուշի կամ մտածելի սնիլալ վեր հինչանը կարողա չպայթացալամ զենքեր ինի վեր խոխեք քինան խաղանին ինչ-որ միտեղ, այսինքն այդ պատերազմի ու կոնկրետ ադրբեջանցիների թորքերի թողած վախը ստիպելիս այլալ վեր все-таки իրանք կյան վեր Շուշի։ Իսկ հետագայում արդեն տեսնելով մնացած մարդկանց օրինակները վեր ոնց են все-таки կյամ ապրում ու վեշ մի խնդիր կավեջ կամաց սկսալն շտանալը Երևի տայլայլալ նաև այն հանգամանքը վեր Շուշին ավելի ուշուշն իլալ զարգացնելիս շենքերը վերականգնելիս, որտեղ բնակչությունը քիչ այլալ։ Հետո վեր արդեն կտրուկ շատացալա նախարարությունը մշակույթի բերալ ընդեղ, համասարաններն ըմբերալ, դրան հետ միասին մարդիկ որոշալն վեր շտեղ գործնանում, դեղ պիտի տոն ունենան, դեղ պիտի ապրին, սկսալն տներ առնելը, ինքնասինքյան սկսալն կառուցել, ավելի զարգացնելը։ Եթե առաջ Շուշիում իլալա ավելի շատ ուղակի զուտ ուտելու հետի խանութներ, հազվադեպ դիմի հատ երկու հատ շորի խանութ այլալ վեր այնքան վեր այդ ներքնազգեսներ եւ այլն ինեին հետագայում արդեն մարդիկ վեր շտացալն Ստեփանակերտ չքշնալի հետի օրի շորերի խանութներ էլ ապեցվալ հետո վեր ավելի շտացա մտածալն վեր պիտի սրճարան ինի մշակութային կենտրոն ինի որտեղ մարդիկ պիտի ժամանց ունենան այսինքն ամեն ինչ եկալան դրան անա վեր մարդ չիլալ դի կենտրոններ էլ չիլալ վեր մարդիկ սկսան շտանալը նայ մտածան վեր մարդկանց զբաղմունքը հարկավեր ու կամաց սկսալա զարգանալը մի շատ յուրահատկություն է այլալ Շուշիում գուցե ուրիշ տեղեր էլ կար պրոստը դա իմ մեջ ալի դի տպավորվալ վեր օրինակ ես Ստեփանակերտ հանդիպալ չում բայց կարող է ինի դե Երևան կամ ուրիշ այլ քաղաքներում երևի էլի հազվադեպ կինի տիպեն բայց այդ պատերազմից հետո մոտարպես մինչև 2008-9 թեկուզ 10 թվականները մարդկանց այդ ապրոստը եկամուտը շատ փիս է իլալ աշխատատեղեր չի իլալ ու այն ինչ էլ իլալա այսինքն վարձատրությունը շատ քիչ է իլալ եւ այլն կամ մարդիկ պատերազմից հետո այն ֆիզիկական վիճակումն իլալ մանավանդ տղամարդիկ կոնտուզիա տարած վիրավոր ալկոհոլի արդեն ազդեցության տակ որտեղ պատերազմը իրան հետ կթողալա եւ այլն աշխատունակ չն իլալ ուզելիս չնալ աշխատին կամ աշխատելիս իլալ հիմնականում այն տեղերում ասենք զինվորականներ ու վեր հիմնականում պոստերում իլալ ինչ վեր ռազմական տեղերն իլալ ալվեշթա կոնկրետ Շուշիումն իլալ ուշն իլալ գալիստոն շաբաթներով ամիսներով եւ այլն այսինքն իրանց կանայքել այդ խոխորձ պիտի պահեն վերջում այդ աշխատանքի այդ վերպահնում ոզնա շատ քիչ այլալ ու մարդիկ պահայլալ վեր գումար չի իլալ վեր ինչ վեր բենարնին ու Շուշիի բոլոր մթերային խանութներում պարտկացուցակ այլալ այսինքն մարդ կարեր սոված չար մնալի դի հատուկ ինքը կարեր քինար հաց առներ, պեսոկարներ եւ այլն, ուտի անոնին կողքին այդ ամեն ինչը գիրվեր, հինչան ու հետո արդեն հիվեր աշխատավարձ ստանան, քինամոն այդ պարտքը փակումն ճիշտ է ինչ վերտեղ մտածում ըստ բավականին վատ բեն է, բայց նաեւ դրական պահը է նաեւ վեր սոված մնամ չես լի, ու ամեն դեպքում թեկուս պարտկավ գրեցալս քինաս այդ խանութին վաճառողուն վաճառողին տիրոջ հասիս վեր գումս խոխասովածա 3 հատ հաց տո բաներ կամ գում չունիշ վեր մի պեն վեր խոխանսոր սոված չինի միջև կարիմ ես բերիմ այդ պարտքը փակիմ բայց որ տեղահանվելուց հետո այդքան արցախցիներ ինչքան մեծ դժվարություններ ավն անցկենում ստեղ այսինքն իրանք այլ չում պարտկավ վարձավ կենան իրանք այլ չում պարտկավ օտին
ու ամեն դեպքում այդ տարիների դժվարությունները ամենտեղ ջերմություն ա բերում վեր все-таки դու քաղաքում տսիլալ, դու տանդ մեջինը սիլալ, դու քո մարդկաց հավ տսիլալ շրջապատված, այդտեղ դու 100% սովից մահանալ չէր լի, բայց մեծ քաղաքներում, թեկուզ քինան Ֆրանսիա, թեկուզ քինան գումչում Գերմանիա, Ամերիկա եւ այլն, այդ խնդիրը կա, այսինքն դու կարել չես այդքան հանգիստ ինիս, վեր քո հարազատը տա քեզ կարե սովորական մի հատ հաց տա առանց որևէ եկամուտ ակնկալելի։ Դի, երևի այդքանը։ Քո ինքնությունը վեր տարիքից ես դու հասկացալ ինչ այներ, այսինքն դու Հուվս վեր դու հայ ես, ընդ որում արցախցի հայ ես, թե Հայաստանի հայ ես, այսինքն այդ զգացողությունների մասին է, ինձ լամատացես, եթե ծնողներից մեկը կապը լեյնականի հետ ալալ, սա առաջը զորի հետ, քո ինքնության պահանջը Ես շատ ուշում խորացալ այդ հարցի մեջ, թե հուվում ես, գյումրեցի, արցախցի, շուշեցի, որտեվ ամեն տարվա ամռնը ես իմ արձակուրդներս անցկացնել Սումիլա Լեննականում ու մնացած արդեն ժամանակն էլ Արցախում, կոնկրետ Շուշիում, ու վերքայ Սումիլա Լեննական ինձ ասել հա դու լեննականցի ես, Ղարաբաղցի ես, վերքայ Սումիլա Շուշիս այդ լեննականի բարբարա լեննականցի ես տերա ու ոնց էր ես դրան այդ վախտը դի հատուկ ուշադրություն չմիլալ դարձնելիս ինքը ինձ իր ազդեցություն թողելիս չիլալ ու ես խորանալիս չմիլա այդ հարցի մեջ ես Ղարաբաղցիում, թայսլեննականցիում, որովհետև երևի դա եկալա իմ կոնկրետ ծնողներից դաստիարակությունից կամ իրանց մոտեցումից, որտեղ ես հիշում չում վերպապասխառնվածինի այդ հարցին օրինակ ասի, չէ, դու Ղարաբաղցի ես, կամ ես հիշում չում մամաս վեր ասե, չէ, դու լենա, այսինքն ես տեսալ չում մեր ընտանիքում, մեզ դաստիարակելու ընթացքում վեր որևէ մեկը շեշտադրություն տինի, թե ես արմատներա վերղոլիցում քինան, ու իմ դաստիարակությունս էլ մամա շատ քրիստոնյա կրոնական կինա, ես հիշում տարիներ վեր մուկ միջև աղոթելիս չնքիլա, քոյինելիս չնքիլալ, մինչև ինքը երկսելիս չիլալ, օրինակ արի իմ սոխակը կամ կիլիկյան եւ այլ երգեր, ես մուկ քոնինելիս չնքիլալ, բայց ինքը երբեք դա ասալ չլի վեր դու արցախցի ես, դու լեննականցի ես կամ ես եղեռնից փրկված արմատներ օնիմ տայա, այլ ինքը տասելիս այլալ ու ես դաստիարակվալում որպես հայ, կապ չունե, ինքնությունս շտղիա իլ, այսինքն իմ ծննդավայրը շտղիա իլալ ու արմատները շտղիա կյան, բայց արդեն այդ դեռահաս տարիքում ես ընդհանրապես խորանալիս չունի, այսինքն ես հիշում չում վեր դպրոցում, օրինակ մս ինչ-որ հատուկ խոր հայրենասիրական, դաստիարակչական ինչ-որ բաներ մտցնին, այսինքն դու հայ ես, դու Ղարաբաղցի ես, քեստի նրա երբեք իլալ չի տիպեներ ու ավելի շատ ես կոսմոպոլիտ դե ասած դաստիարակությունում ստացալ դպրոցական ու ոնց որ դրսի միջավայրից, քան մենակ տաննա իլալ, էնել տաննել դի հայկական մթնոլորտն իլա ստեղծելիս, այլ ոչ թե ազգայնական մթնոլորտն իլա ստեղծելիս, օրինակ կան շատ մարդիկ վեր սիրումն խոխորձը կարևորում են, ես հիմա կողմում դրան, բայց ինձ իլալ չի այդ բանը վեր, օրինակ իմ պապաս նստե, ասեգյումս մուքսեյսն քրալ, մեր հանդեպստին ըրալ եւ այլն, վեչ էլ իմ մամաս այլալ, ես ստացալ չում այդ ամեն ինչը, բայց արդեն դպրոցը ավարտելուց հետո իմ աշխատանքի բերումով ես սկսալ եմ խորանալ այդ ամեն ինչի մեջ, թե ես հուվում, իմ արմատները շտղային կյամ, ու տա հին զգացական պահայի մեջ առաջացրալ, դրանում շատ նպաստալա մշակույթը ու ես այդ տարիներին սկսալ եմ հասկանալը վեր ինչ հետ այլալ կարևոր վեր սովետական շրջանում հայկական մշակույթը օզալում վերացնին,
վեր մեր մշակույթը ինչ հետին օրինակ էտի ադրբեջանցիները, թուրքերը գողանում, այսինքն տա համարում իրանցը, որտեվ ես ուսումնասիրալում ու հասկացան, որ ինքը ինչքան ուժատամ, ինքը ինչքան է քեզ հոգավ ազատ դարձնում ու ինչքան է քեզ կապում քո արմատներին, իսկ եթե ուզում են ոնց որ այդ ազգին հաղթին, պիտի այդ հոգու ազատությունը կոտրին, իսկ իվեր կա հոգու ազատություն, վաղ չկա։ Ամեն դեպքում Արցախում ու вообще սովետից հետո պատերազմից մանավանդ հետո շատ վատ է իլալ մշակութային կյանքը Արցախում, հայկական մշակութային կյանք, իլալա ռուսական մշակութային կյանք, իլալա Ադրբեջանից մնացած որոշակի կենցաղային մշակութային պահեր, որոնք վեր սովետի ընթացքում ամեն դեպքում մտալա Արցախ ու դա անհնար է մի տարվա կամ պատերազմից հետո մի անգամից հանած, որովհետև այդ շրջանում ամեն դեպքում ապրալն մարդի ապրում են ու շարունական ապրեն մարդիկ, ու վեր սովետն ապրալ, ու վեր ռուսական պրոպագանդավն ու ռուսական մշակույթավն յում 30 տարի ինչքան ապրալ ու մեկ էլ կտրուկ պիտի հայկական իներ չկա։ Օրինակ Արցախում նույնիսկ սովետական շրջանում եկեղեցի քինել, մոմ վառել, այդ հավատքի պահեր չլա։ Ես մինչև սոր հորքուրիս այդ մնացած այդ պահը, որ ինքը տաննա մոմ վառում, ինքը քյամչի եկեղեցի, դա շատ տարօրինակ բենալի, որտեղ մենք ինքը ազատ է, այսինքն մարդիկ ազատ են, իրանց վեշմինը սպառնում չի, որ դու իրավունք չունես քինաս եկեղեցի, իրավունք չունես մոմ վառիս, բայց все-таки իրա մեջին մնացալ է դա, որտեղ սովետական շրջանում, մանավանդ Արցախում, դու կարել չէր քիներ ինչ անի եկեղեցի մոմ վառեր, քո հավատքդ, քո մշակույթդ պիտի թաքուն պահվեր ու շատ հատուկ են մարդիկ ընտարալ։ Դրա հետ է իվեր արդեն տարիներ անց դպրոց պրծնելուց հետո ես առնչվալում հայկական մշակույթի հետ, ես առնչվալում ակամա ինքնաբերաբար քրիստոնեության, կրոնի ու դրա ուժի հետ, ես հասկացալում, որ ես ահավոր մի հատ կարոտ ունի մաքուր հային էլի, դա ինքան տարօրինակ ու անբացատրելի բան է, իսկ դա ես նորում հասկանում, կյամա մենակ դրանանա, որ դու քո տեսակներիդ հետ միտեղ ապրիս, իվեր դու տարբեր մարդկանց հետ ես ապրում, դու մերվում ես իրանց հետ, քո տեսակդ պահպանվում չի, իսկ քանի որ տարիներ շարունակ իմ տեսակս բացահայտված չիլալ ու պահպանված չիլալ, հիմա էլ պատերազմից հետո առավել եւս ես մի միջավայրում ումշտեղ էլի կոսմոպոլիզմա քինամ, այսինքն չկա ավանդական, հայկական, գյում չում պահելա ձև, մտածելա կերպ, այլ կա ուղակի դու մարդս, դու պիտի ապրիս հունց ժամանակը, հունց իրադարձություններ թելադրումը, դա մի ձևի խեղդում է, վեշ թատա վատա, վեշ թատ ես հարգում չում օրինակի հետի Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանացու, Ամերիկացու մշակույթը, այլ ես իմս ուզում, որտեվ ես իմս ապրալ չում, ես ինձ թողալ չվեր իմս ապրալ, հետո չկրթված մարդիկ չընթողալ, հետո նորից պատերազմը ու ստացվալանդի վեր ես ինձ կուրցրալում այս տարիների ընթացքում որպես մաքուր հայի կերպար, որտեղ մաքուր հայը դա ավելի շատ ասոցացնում են ինչ-որ դաժան կերպարի հետ, ու վեր լուղջին ատումա, լուղջին ոզումա սպանե, վեր իրան ես աշխարհում ճարե, բայց հայը ինքը չլի, մունք ինչքան գյում չում Չարենցը, Հովանես Թումանյանը, Կոմիտասը, իրանք հայի ամենալավագույն տեսակներն են, վեր մունք սոր օնինք վեր, բայց հային հետ ասոցացնում են դաժան ֆիդայիներին, իհարկե իրանք էլ են հայի կերպարելա, որտեղ իրանց կյանքին վտանգ ասպառնացա, իրա կնոջ, խոխորձը պիտի սպնեին, պիտի մորթեին ու ինքը որոշում է կայացրել, որ պիտի վնը կենա պաշտպանը, վեշ սպանվե, որտեղ 1.5 միլիոն հային սպանալ ու պաշտպանալ չի վեշմինը իրանց, այդ 1.5 միլիոն հային վեշմինը պաշտպանա, մինչև սոր վեշմինը այդ արդարությունը հաստատում չի վեր գիտում եք, այդքան մարդ համ, այդքան խոխայ է մահացալ, այդքան կին է մահացալ, մենակ նրա հետի վեր իսկական հայերն իլալ, մենակ նրա հետի վեր մշակութային հայերն իլալ, մենակ նրա հետի վեր իրանք վտանգն իլա սպառնելիս տվյալ պետության հետի կամ
տարբեր պետությունների հետի իրանց պրոստը սպանալն իսկ սոր ես ահավոր շատ օնիմ դրա կարիքը վեր մաքուր հայերը շտանան ու տա խառնին վեճ նրան հետ վեր մաքուր հայը տա մարդասպան ագրեսիվ դաժան հայնա ու վեր իհարկե վեշ միտեղ կավեջ տի կերպար ու վեր հնարավոր չի դաժանություններ անևեջ որտեվ դա նաև հոգեբանական խնդիր է մարդ խեակին է մեծ քայլին այդ նույն մարդկանց տեսակներից կան ամեն պետությունում ամեն երկրում բայց մի տեսակ գյում չում խնդիրը ինչումնա վեր հային մենք ասոցիացնում են այդ մարդունը հետ այլ վեճ թանդրանը հետ վեր ինքը շատ բարձ խելացի ստեղծագործող տեսակ այլալ ու իրան պրոստը վերացրալն Սեպտեմբեր 2020 թվական այնպես Արցախում պատերազմը սկսվել է այդ ժամանակ շտեղս լալ հասկացա այդ պատերազմը սկսվել է ինչ սրալ պատերա սեպտեմբերի 27-ին իմ աղբոր ծնունդնա 25-ամյակն է իլալ ու ամսի 26-ին մունք շատ ոգևորությամբ պատրաստվել է սնքիլալ այդ 26-ին այդ ուտելիքների պատրաստություն եւ այլն որոշած ընկիլալ վեր պիտի քինանք ջդրդուզյուն վրաններ տինինք ինչա ունե տորը տեղ լիք ժամանակ անցկացնինք գիշերը տեղ անցկացնինք 28-ին նոր կյանք ընկերունցավ պիտի ժամանակ անցկացնեինք ու ես էլ լիքստի քաղցր համով գյում չում տարբեր սալատներ պեներ ստի պատրաստություններ եմ իլալ տսնալիս այդ օրը շատ ուշում քոյնլար ժամը 3-ին 3-ից տետի այլալ երբեք մտքավս վիշ մի ձև անց չկացավ վեր ինչ-որ ամսի 27-ին ինչ-որ բենա սպասվում առավոտ ժամը 7-ից 15-ին եթե ճիշտ եմ հիշում գմփոներից երենք կենում ու գմփոս կանում բայց ոնց որ այդ գմփոնին այդքան արձագանքում չում որտեվ շատ այնում վեր ժեշտերի իրա ոնց որ այդ քարա վերընկնում կամ ժեշտա վերընկնում սյասյակյամ նոմա սյասյայնում առաջի այդ բենը պեցում թողում հետո լսում վեր մաման պապան պատար բե խոսում վեր օրա ես ինչ իշտեղն վերքություն պեմեն ու նորից գմփոն լսում ուտեղ как будто ներքի մի ձայն ասма երկացլի տեղատ Ոստի երում կենում բալկոնա մի հատ էս մի բալկոնում քինամ շենքի տստում ծոխա ինչ որ բենա քինամ երկնքավ մի քինամ էս մի բալկոնը տստում վեր այն красный գյուղ կա ընդեղա այդ ծոխա գեմ չում ինչա ոստի ասում վեր կռևալի սկսալ ու այդ ընթացքում papa մաման էլ как будто ճոկում չն ինչա կատարվում էմի նախ պերսե քոնլածա Մենք պիտի 8-ին երկենան քինանք, լիստ ասում ավ պատար շուտա սկսալ այդ ամեն ինչը։ Դե ասում паспортներ ու տայա հետաքրքիր վեր ես ասում ժողովուրդ կռևա սկսա ու խեյում ասում կռևա սկսա, եթե դաժե իրանք հերքում լի այդ փաստը վեր կռևա սկսած, ասում կռևա սկսա շիշուտ բենը երկալեցիկ паспортները երկալեցիկ ու քշանում ենք ու այդ բեն վիճակը վեր գիշերանոցներ ավանք Միքայելը քոնլացա, ոստի ասում երկացլի, ոստի ընկալում չասում ոնց որ խեքստի խառնված բեն ուտի 2 րոպեից քշանում ենք արդեն դուսում ու լող շենքը ինչան մարտիկ դուսն տռնում ստիպեն վիճակում կեսլացնինում խոխեքը մամա ինչա կատարվում բեն տղմարտիկ մին օրիշտեղն հավաքվա խոսում են եկեղեցու դռները փակա շենքի այդ ապաստարանը շատ փիս վիճակում է կանում չնքինանք ընդեղ մոկուններ կան կանալիզացիա վտը ցորտամ ինձեվի տիպեն վիճակ ու սարկավակնակյամ կլուչներով տիվազնտամ եկեղեցին պեցնանում ու մարդիկ հիմնականում քամն դեղա որտեվ պատերը հաստա ու գինամ մտածում եմ վեր եկեղեցուն իրա թխելու չն հայ տարօրինակ հասած վեր խճ պիտի եկեղեցուն իրա թխին Քամոնք ընդեղ ու սկսում ենք փորձում ենք ինֆորմացիաներ գիտանքվեն ու էտա հետաքրքիր վեր մարդիկ վենի մտնում եկեղեցի պեն ես տեղ տեսնում եմ վեր տղամարդիկն հավաքվել դա ոնց որ մտածում էր տղամարդիկ ավելի շատ ինֆորմացիա կգիտան
իմ մեջ որոշում խորամանկ բենանիմ կամ իրանց կողքեր քստի իբրև մանում կամ իբրև զանգում տանվեմ, բայց փորձիմ սկանամ ինչ են խոսում, որ դղիթ ինչ որ իբրեն գիտա, օտի տելեֆոն երկալած իբրև ինչ որ մինիներ գիրում, օտի սկամ տղամարդկանց հանամինը հունց ասում որ սախ բոլկերին իրա ոնց որ թխալն լի, ինչքան բոլկ կա լոխ ոնց որ ահավոր է, այսինքն ահավոր զոհեր ունենք, լայնամասշտաբ կռևա սկսալ, վերջ վիճակը շատ փիս է ու վերջլի այդ պահը վեր զանգում տամ ուժը սկսում զանգ տալ իմ ծանոթներից, գյուղի մարդկանց ենք փորձում խաբար գիտանք, գյուղում հա Ստեփանակերտին իրա վեր թխումն շատ ակտիվ Ստեփանակերտն այնում ու իրա շուրջն այնում նաև բեներած Շուշին հակաօթայինը Շուշին պաշտպանած այնում այդ մի քանի ժամերին ու նաև հակաօթայինի գյուղում ինչ որ մի բենի իրա են թխում վեր այդ սյասմիանում չի տրիվոգան ու ինչ որ մի 2 ժամ հետո ինչ որ մինը մաշինում ինչ որ զվուկ միացրած Շուշի ավտի շորատան վեր այդ տրիվոգի սենսն է միացած որտեվ կարում չն միացնի ինչ որ մի բեն խափանվալա վեր ինչ անը մարդի գիտան վեր կռևա սկսալ ու զանգում տամ հնգերիս պատասխան ծանոթներս մին բադրուշկի պատասխանում չի շատ անհանգստանում որտեվ Ստեփանակերտին իրա դիթխումն էլեկտրասետին իրա հիշում չում է տորնն թխալթային բայց բեն վիճակայինում լինդի խոճապային վիճակայինում ու վեր պատասխանում չի զանգում տամ իրանց գյուղ իրանց ծնողներին իրա ու ասում գիտումոք Ստեփանակերտին իրա թխումն ձեր չկանանա խաբար չոնիմ եթե ձևոնի քեցիկ մաշինա իրան ձեր կողքը տարիքլի որտեվ ես կարում չում վեշ մի ձև կապ հաստատիմ ու շատ անհանգիստում բեն ուտի ոնց որ այդ ընթացքում կապը բեն այդքան էլ լավ չինում ուտի պրոստը պատերազմը սկսալա փորձում անգամ են տեղալուր գիտանք արդեն զոհերի արդեն ուտի այդ օրը անցակենում ու փորձ ես ինքս փորձելիս մնա հասկանամ ինչ կարիմ անիմ վեր կարողանամ օգտակար լինեմ լի այդ պահին որտեվ ամեն դեպքում նստել սպասել լացինել ու դա օգուտչանում եթե որևէ որոշակիորեն գործողությունս անում ինչ որ մինինս օգնում ինչ որ մի բեն դա ավելի է փորձում այդ ստրեսային բեն վիճակի ստյուսյոն է ու շատ տպավորվալա առաջի օրը այն վեր պատերազմի սկսվելուց մոտարպես 2 ժամ հետո Շուշին ըստի մի տեսակ ոչ թե ամբողջությամբ դատարկվում է քչանում է մարդիկ քչանում օրինակ եթե մեր շենքում օրինակ ապրում է գյումչուն 600 հոգի բոլոր ընտանիքի անդամները հանդերձ նախ մնացած կինին այդ շենքից 100 հոգի մնացածը տարբեր ուղություններ ավնքեցա, կեսը Երևան, կեսը գուցե մարզեր ընկեցա, Մարտակերտ եւ այլն տարբեր տեղեր վեր ավելի հանգիստ լինին, լի, որտեվ իրանց տղամարդիկ պիտի քինային ծառայության, հիմնականում զինվորականները նիլել ու իրանց կանանց երեխաներին կարել չէին թողեին անորոշ վիճակում, բայց նաեւ հետաքրքիր է այլել փաստը վեր անցած պատերազմից մնացած մի հատ պահայլալ վեր Շուշին ամեն դեպքում ավելի ապահով տեղ է ու արդեն օրինակ Ասկերանից, Գյումրու Մարտակերտից բենից մարդիկ էլ գալիս են Շուշի ապաստարաններում ունիլալ լրվելիստի ասած մինչև հասկանան ինչ է կատարվում Շուշիից ես շուտ ասած տեղը եկեղեցու թխելու օրնում դուրս եկալ, դա երևի հոկտեմբերի, եթե դուզում հիշում 5-6-ն այլալ, կարծես թե 6-ին դուրս եկալ, մնացած ընտանիքի անդամները մնացալն Շուշի, մենակ ինձ դուրս գալալ, մինչև այդ կամավորական աշխատանքներում իլալ ես անընդհատնելիս տարբեր տեղեր հաց սարքել, մի հնգերունցավ մի 2 օր ընդեղ քինամնք ու հաց ենք սարքում շատ այդ օրը դուրս գալուց մի քանի օր չի երևի մի օր 2 օր առաջ ահավոր շատ մարդիկ ընկյամ ես Եզնիկ Մոզյանի ապաստարանում իլալ կինալիս հիվանդ կանայք տղամարդիկ տակությունում գյումչում ինչ-որ վիճակներում այդ ապաստարանը տեղ չիլալ
ահա որ շատ տպավորված է այդ մարդկանց վտերը, շնչի վտերը, քրտնքի հոտը, այդ վեր մաքուրչն, մարդիկն իրար վեր լիք ճարերն իրար բիրելիս, ինչ վեր մի կողք գցելիս այդ ճարերի վտը խառնված, մարդիկ վեր արդեն զոհեր ունին իրանց լացը, մարդիկ վեր տեղեկություն չունին, իրանց անընդհատ աճ ձախ քինալ այդ խոճապները, տղամարդիկ հյուր ծեն չընտամ ինչ-որ զենք տան, կռվին, ինչ-որ ուղղության տանին, իրանց այդ ներվային լարված վիճակը, խոճապային վիճակը, ծխելը, ծխախոտը, յում չում շատ բենա իլալ դրսից սփյուռքահայերն իլալ գալիս վեր որոշակի դեղորայքներու պեներն իլալ բիրելիս իրանց հարց ու փորձը մարդիկ վեր ինտերվյուն յորոնում ու հայ սպախնել երևի պատմիմ մշակույթի տան թխելը մունք մոզյանում հաց քիլալ սարքելիս ուժը վեր պիտի հացոտին մի հատ ահավոր ուժեղ գմփունակյամ ու այդ գմփունի վալնան դա շատ հեռու է լի մշակույթի տունը ու Եսնիկ Մոզյանը ինքը մեքենայով առնվազն մի 5 րոպե կյամս լի այդ տարածքից լավ 3 րոպե թեկուզ հեռու է մի 3-4 կիլոմետր կինի, բայց ամբողջ Մոզյանի պատուհանները ինքը շղահարում է ու մունք այդ վախից վեր կարծես թե ստեղ ընթխալի, քշանում ենք ներքև ու ընդամենը մի րոպե հետո գիտում ենք վեր մշակույթի տան իրա թխալն ու ահա որ շատ զոհեր վիրավորներ կան ու մի անգամից ցունցընտեր տակվում մարդիկ այդ ապաստարաններից քինան վեր իրանց քյոմագանին այդ մարդկանց տանին հիվանդանոցվեն ու ծնողները ստեղ են որոշում կայացնում վեր ամեն գնավ ինձ պիտի տյուսյոնին ստղան որտեվ մտածում եմ վեր ամեն կառույց իրել ուժե կարին թխին հաշվի չլի առնում վեր դա ռազմական չի դա մշակութային կետեր է ու Եսնիկ Մոզյանն էլ ինքն է կրթական կառույց է ու կարին տրան իրել թխին ենթադրելա վեր տեղ օրինական զինվորական ինչ վեր մարդիկ ու դի շատ էմոցիոնալ ազդեցությամբ դուսնոնում ահա որ վխվխել ավնք քինան որովհետև այդ օրը այդ մշակ չետա հաջորդ օրնայինում ուժը շատ անկապ ձևի թխումը Ստեփանագերտի իրա Շուշիից բիդա Իսաբուլախ քեցող ճանապարհներին բենին իրա մի հատ մաշինա վնքինում եսում ինում մամաս ու երկու ընկերուհիներս մամաս եկյամա վեր համոզվե վեր մուկ միջև վերջ քամունքլի վեշթա ինչ վեր մի պահի սելովնք չէ ստեղ մս կանգնեցրեցիք մուկ ետ ընկտորնում համոզվելու հետի միջև եթե հիշում չում է շտեղայինում այդ անցակետը մոտարպես բայց երևի այդ զաբուխի կողքերն այնում թե շտեղ վերբերումը տղից հետո քինամնք թե անցակետը փոխված է վերջը հիշում չում այդ պահը Կամնք տան կողքը կանգնում, մաման ասում է կարիս պիցրանաս քեզ անհրաժեշտ ինչ-որ մի հատ շոր յորոնիս, որտեվ գիտում չնքել հիպկիկյաս, այդ պահին ենքան ջղայնացածում ինում վեր ասում կյամ չումլի ինչ ոզումս դու երկալ ինչ ոզումս բեր ու ես տի պիցրանում չում վերջի անգամ տոն, ստի հրաժեշտամ ու վերջ այդ պահը շատ ափսոսում բայց նաև պատմում ու հիշում վեր ամեն դեպքում ենթագիտակցորեն երևի ինչ վեր ներքիմի ձայն ասել էս այլալ վեր ես էլ վերադառնալու չում իմ տոն որովհետև այդ օրերի ընթացքում վեր պապան լավ չի ինում քանի որ ես արագաշարժում որոշումում վեր ես քինամ տանան դեղ յորոնիմ այդ ընթացքում ես կհասցնիմ լի քինամ կյամ թխել չն ինձ պեն չի ինել վեր պիցրանում տանան ջար յորոնիմ Ստի մինգել այդ նույն ակտիվությամբ տորնը պեցումանում վեր դուսկյամ ներքի մի ձայն ասում ոնց վեր մի հատ քյատանավ շորտոլի ու սկզբից քինամ սենյակս որտեվ ես սիրում իմ անկյունս լի շտեղ վեր իմ հուշերս գիրքերս շորերս խաղալիքներս քոյնելի ստեղը եւ այլն քյամ տեղ համարյա գրեթե մի րոպեի չափ եշում ու հասկանում չում խեն պրոստը կանգնած այդ սենյակին եշում հետո քինամ խոհանոց, հետո մյուս սենյակը, հետո զալը, հետո պատշկամ փնում դուսկյամ, как будто վեր սովածը ստի ոսումս լիարժեք հացոտիս է, ամեն ինչան, անդհատ ամեն միսի կետին եշումում, հետո ետ քինամ էմի բալկոնը մի հատ էլ տեղ, հետո նորս կյամ կուխնի, ստի ասում
կարող է էլ կյասվեջ տուստեղ լի մինգել հետո ինձ ասում ծվեր խեսլի տիպեն ասում տիպեն չկա ու հետո նոր տորնը քլումում ու նոր քինամում ու հետո ոնց որ ես ինձ իրա ջղայնանում լի ասում ոնց որ խես քեզ այդքան անկապ պահալի դա խպիտի տատի իներ բայց հետո արդեն պատերազմի ավարտից չլի արդյունքների վերջում հասկանում ոնց որ դա ներքին ենթագիտակցություն է ելել պատերազմը հրադադարը ու այլ չկա Շուշին չի ու Ղարաբաղի 75%-ն չկա իրականում մի բան ուզում ասիմ հետո նոր այդ հարցին պատասխանիմ ըստ իմ տեսածների իմ վերլուծությունների իմ հանդիպած իրավիճակների, իրադարձությունների այս պատերազմը ինքը անսպասելի պարտություն է իլալ կամ անսպասելի վերջ է ունեցալ, որովհետև հանցպեներն կատարվալ վերոնք վեր ամեն դեպքում փաստումն ու ապացուցումն են վեր առանց ներքին պայմանավորվածությունների կարել չար իներ այն ինչ վեր իլալա այսինքն արդար կռև չի իլալ վերի արդյունքում ունին այն հաղթանակը այն արդյունքը վերը վեր կա փաստացի սոր դրա հետ է շատ ծանր է իլալ այսինքն ես հետեւյալն ու մտածում վեր եթե մունք արդարությամբ պարտված ինենք այսինքն մունք իրոք դավաճանված չինենք ու հանձնված չինենք այդ պարտությունը մունք ավելի թեթև չասին բայց ավելի կընդունենք քան այն ինչը վերես իրականությունը կա որովհետև Շուշին այսինքն Շուշիի հանձնումը նոյեմբերի 9-ի այդ պահը ինձ այնքան աբսուրդային իր պատմություն կա վեր ես կարում չեմ հասկանամ լի ոնց կարե ընդամենը մի ժամվա ընթացքում տիպենինի ու մեկ էլ կտրուկ 8-ի գիշերը երևի կարող է օրերի պենավ ասում են վեր Շուշին երկալած է իսկ դա ոնց է երկալած դա ոնց է արված դա անհասկանալի է միանշանակ այդ լուրը գիտելուց հետո շատ ահավոր փիսնք իլալ ես իլալում իմ ընկերուհուս մորքուրի տանը մունք այն 3 հոգով վերավերտուսնք եկալ այդ ամբողջ օրերին ընկերուհուս մորքուրի տանն ընկիլալ կինալիս ու գիշերները գրելիս չընկիլա քոնինին այդ ամսի 8-ն էլ չիլալ բացառություն ու անընդհատ վեր ամսի 8-ի գիշերը արդեն 9-ի լույս գիշերը ստի ասած կարդում ենք հիշում էլ չեմ հովակ իրալ վեր всё Շուշին ընկավ Շուշին էլ մերը չի ահավոր շոկ այսինքն անհավատալի մի բան վեր ժամեր առաջ վրոդի Շուշի վեշպեն իլալ չի հունց ընկավ այդ ամեն ինչը ու մուզետի Շուշին դա շատ սիմվոլիկ չասիմ բայց անառիկ վերասում են այսինքն հնարավոր չլի դա պրոստ ընկնե դա խաղու պար չլի վեր պրոստը կյանու Շուշին յորոնին դեղ պետք է շատ ահավոր ուժեղ կռևներ քինա գիմչուն կեսը յորոնին կեսը մնա միգել մեջին կռև ինի վեր մտածումս այդ առումով կարում չլին գալիս ընդամենը գիմչուն մի քանի ժամվա ընթացքում հունց կարեր դա իներ վեճ ու դի շատ բավականին դժվար ենք միջև սորել դժվար ենք դուսկյամ այդ իրականությունից ու դա անհասկանալի է այսինքն եթե ավելի հասկանալի իներ եթե իրոք ապացուցված իներ եթե իրոք տեղ հասներ վեր այդ ամեն ինչը արվալա թեկուս պատերազմում պարտադիր չի արդարություն ինի կանի խարդախությամբ էլ տանի դավաճանությամբ էլ բայց հասարակ ժողովրդի կողմից այդ ամեն ինչը մարսվում չի լի իրան գյումչում ժամանակ պետքա թաչե նույնիսկ վեր տանցկելա
պատերազմից հետո վերադարձած Արցախ, Պատերազմից անմիջապես հետո որոշում իլակայացրած վերադառնալու չում, մինչև այն պահը, իբր ես հասկանամ, ես այնտեղ ինչ-որ բան ունի մնելի, որտեվ իմ կյանքի բոլոր երազանքները ու նպատակները կոնկրետ Շուշիի հետ այլալ կապված, այսինքն ես Արցախը շատ եմ սիրում, Արցախը դա հայկական Արցախը դա իմ հայրենիքիս անբաժան մի մասն է, նույնիսկ եթե ինքը սորկայել վեճ ինքը տիա, բայց ես հասկանալիս չեմ իլալ ես ինչ հոնիմ ընդեղ ընդելի, եթե ես Շուշիում ապրելիս ու միլա ստեղծագործելիս ու միլա իմ ուզելիս ու միլա վեր ես ընտանիք ընդեղ պիտի կազմիմ, իմ արմատներս ընդեղ պիտի մնա, ես այդ անցած 27-28 տարիների ընթացքում երբեք մտածալ չեմ լի, եթե Շուշին ինի վեճ ես շտեղում ուզելու, այսինքն ինձ էդի տան նաև անձնական ինչ-որ մի հատ բարդ շրջան այլել, դրա հետ ես Արցախ վերադարձալում արդեն 2021 թվականի հունիսին հիվեր զանգն տվալ ու ասալում վեր պա ունիք քու կարիքդ ազգային ավանդական հայկական բարերի դասավանդման հետի ու դա որոշում կայացրա վեր երևի դա է հենց պատճառը, որտեվ ես շատ օզալում քինամ, բայց ես ճարելիս չմիլալ այդ պատճառը խեպիտի քինամ ու հիվեր այդ պատճառը ճարվալա քեցալում ու նորից Ստեփանակերտում հիմնավորվալա դասավանդել ազգային բարեր, հա, քիչ պատմես այդ Արցախյան այդ շրջանի մասին, ու նաև գիզետից կսա շրջապատումը լոկալյան։ Հիվեր քեցալում, այսինքն 44 օրյա պատերազմից հետո հունիսին վեր քեցամ, դա առաջի անգամն այլար վեր ես Ստեփանակերտում քեցալ, մինչև այդ ես զուտ քինալ գալու հետ վերադառնալու Երևանի մտքավել քեցալ չում ու քինալը ճանապարհին ռուսական բազաները, ադրբեջանական զինվորները, զենքերը, իրանց ստեղծած մթնոլորտը ահա որ մեծ հոգեբանական խնդիր այլալ ստեղծած, այսինքն ես շատ ճնշված ու միլալ ու իմ մեջ ինձանա անկախ վախ այլալ ներշնչված ես երկար ժամանակ մոտարպես մի 4-5 ամիս ահա որ վախավում իլալ քոնինելիս երկնալիս գալի ասած քիշերներ այլալ վեր ես առհասարակ քոնինելիս չմիլալ որտեվ ինձ թվալիս այլա վեր ես աշկերս կապիմ ու իմ ուղեղս անջատվե ես կտրուկ երում կնան ինչ-որ մինի ինչ-որ անծանոթ լեզվից երում կնան գոռոցներից երում կնան ջարդ վնավ քացի տրանը քացի տալու ձայնից գիմ չում խայալալ տայի մեջ իստի վեներած ու երում կնան մամուշ ճղոցից ու աշկերս վեր պես անիմ տսնալուվում վեր իմ ծնողներս մորթված են իմ աղբերքս մորթված են դա անբացատրելի այլալ ինձ էտի վեր ես խետի մտքեր ունիմ ու ես խեմ այդքան վախավ ներշնչված ու ես ամբողջ գիշերը վեր պիտի քոնինեի ես անընդհատ պլանում իլալ մշակելիս թե ես ոնց պիտի պաշտպանվիմ, եթե տայինի ես ոնց պիտի դուսկյամ ես սենյական, եթե ես հանկարծ երկենամ տեսնամ վեր իմ ընտանիքիս անդամներան վեշ մինը գավեջ ողջի, ես ինձ ոնց պիտի պահիմ, դա շատ ահավոր է այլալ, ես երկար ժամանակ կայել չում բացատրիմ, ինչքան ծանրում իլալ ինձ գալիս ու ապրելիս, բայց հետո հիվեր սկսալում արդեն դասավանդելը, էլի լծվալում հայկական այդ մշակութային երգերավ ու բարերավ, հիվեր սկսամ խոխորձն այդ շփվելը ու պատասխանատվությունը այլալ ինձ իրա վեր ես իրանց պիտի կյանքավ լցնիմ, կամաց այդ ամեն ինչի մեջաս ինքնըսինքյան վերացալա ու ես շատ հանգիստ քոնինելիս ու միլալ ու ես մտածալ չում վեր կարող առավոտ երկենամ
ու մահացած տեսնամ կամ ինձ իլալա մտավախություն վեր ամեն օր կարող ատային վերջի օրս ինի, որովհետև ես ադրբեջանական պոստերի կողքավանց գնալիս ու միլալ ու քինալիս ու միլալ գյուղեր դասավանդման հետի, բայց ես վախելիս չմիլալ ու տա ինձ ուժայել տալիս, այսինքն ես ենթադրելիս ու միլալ կարող է թխին, սնայպերնա թխում, ինչ-որ մի զենքով կամ մի թուրքա դուսկյամ առաջոտ, որտեվ իրանք ունին ազգային տոներ, վերի ժամանակ պարտադիր հայի արյուն պիտի թափվե ու լոգիկա վալի վեր դու մտածում ես վեր կարող է դու այդ մարդինից հյուր արյունը որոշին վեր օրինակ էտի թափվե դրա հետ ես այդ մտքով ապրելիս ու միլալ, բայց վխելիս չմիլալ, այսինքն ես նաև լիարժեք ապրելիս ու միլալ շատ ծանրաբեռնված ու միլալ ու տայլայլալ նպաստելիս վեր նաև խորանան վեճ շատ թե կյանքը ինչքան բարդ է ինչքան վտանգավոր է սոր Արցախում ու սոր ինձ ամենաշատը հիվեր հիշում այդ օրերից մեներ ու ցավա պատճառում հիվեր այդ խոխեք ու վեր ինձ սելիս նիլալ ցույց տալիս իլալ իրանց անհանգստությունները, վախերը, իրանց հուսահատությունները ես միշտ իրանց ուժում իլալ տալիս ու սելիս վեր իզորը կլի լծվում այդ ամեն ինչա մտավախություն ունենում եք Արցախը միշտ ինելու վա դուք միշտ ձեր տանն քինելու կռև վեր ինիել մուքուց վերականգնելու մուք մեր հաղթանակը բեն ու ստացվում է վեր ես խափելում իրանց ու մուք նորից որոշակի անհասկանալի դավադրությունների ու իրադարձությունների հետևանքով օնինք վեճ էլա մնացած են փոքրիկ Արցախը ու այդ խոխեքը ծրված են ամենատարբեր տեղերով ես օնին վեճ ընդհանրապես լուր իրանց մասին ես գմիչում իրանք քիչ դժվարություններ ավան անցկենում ու երբեմն ստի մտածում ասում տեսնաս վեր հիշում եմ վեր իրանց ստիպենում ասալ իրանք ծիծաղում են իրանք հեգնում են իրանք տխրությունն ապրում իրանք ջղայնանում են իրանք ինչն այդ պահին զգում ու ապրում որտեվ ամեն դեպքում այն խոխորտն այդ հյուրն այդ ես շփվալում այդ 2 տարվա ընթացքում որոշակիորեն ազդեցություն միլալ թողած Լոկադայ ժամանակ ստարալ այդ շրջափակումը ինչպես դա մտածեիս վեր օրինակ մինչև այդ բարձունքների հանձնում աղավնով են հետո արդեն Լաչինի ճանապարհի փակում պատմե քիչ լոկադայից զգացողություններից հոգեվիճակից շատ տխուր օրեր այլալ տխուր ու անկարող օրեր այլալ որովհետև այդ իրադարձությունները աղավնոյի հանձնում, քարագլխի հանձնում, գյումչում այդ հոգեբանական ճնշումները վեր ադրբեջանցիները միկրոֆոններով վախեցնում են, նամակներ են ղարկում, գյումչում այդ ամեն ինչը շատ տխուր իրականություն այլալ ու շատ ջղայնացնող, որովհետև մի տեսակ ես մտածելիս ու միլալ վեր դրա դեմ պայքարելու ձև կա, այսինքն դրա դեմ ձև կա հիշվեր մի պեն անել վեր տատի չինի, մուք ավելի շատ անգործության ընկիլալ մատնված, քան որևէ պեն ընկիլալ ունելիս ու դա շատ տխուր այլալ, դա շատ անհասկանալի այլալ ու այդ մարդկանց այդ համբերատարությունը վեր ամեն դեպքում հվատում են, ամեն դեպքում ահավոր շատ են օզում իրանք տանը ապրին, իրանք քաղաքում գյուղում ապրին վեր հանդուրժում են այդ ամեն ինչը, դա ոգևորող է իլալ նաև, որովհետև խոխանքին ամա դպրոցին իրա ավտոմատներով կամ գյումչումիչով սկսում են կրակելը,
բայց այդ ծնողը իր խինղարկում է այդ դպրոց, դա խոսում է նրա մասին, որ ինքը սիրում է իր տոնը, ինքը պրոստո ուզում չի տղից քինա ու մնացած գյումչում քաղաքական գործիչների, մնացած մարդկանց ու այդ հանձնվողական վիճակը լի վեր միշտ արվում չի։ Շատ տխուր է իլալ, շատ անկարող վիճակներ է իլալ ու գուցե մենք կրենք ինչ-որ բենոնեինք, թեկուս կասկածում կրենք, որովհետև այնտեղ իլալ չի մենակ հայ ու կոնկրետ ադրբեջանցու կռիվ, այս պահին հայ էլ չում կարում ասեմ կոնկրետ արցախցու, որովհետև մի տեսակ շատ հայեր էլ են իլալ անկարող հերվում որևէ բան անել, որտեղ իրավիճակը դիա իլալ դասավորված, Ռուսաստանը, խաղապահները, արգելքները վեր մարդիկ կարին ինչ-որ մարդիկ կարին քինան Ղարաբաղ։ Ոբշում շատ անհասկանալի իրավիճակներ այլալ ստեղծված։ Բլոկադան կոնկրետ ինձ էտի խեղկաթակություն այլալ վեր ոնց կարին պրոստո սովորական մի քանի մարդ կան կապին ու տա հնարավոր չի նե ճանապարհը պետցանել։ Սկզբից հեգնական ենք վերաբերվել, մտածալ ենք վեր էսա վաղը մյուս օր, վեշ մինուս մտածալ չենք լեվեր դա ցելի կես տարուց շատ կձգձգվե ու վերջնել ենք ինի վեր Արցախցի չի մնալ Արցախում։ Կոնկրետ ինձ իրայել է ինքը մեծ հետ կթողալ, որովհետև այս առողջական խնդիրներ ունեի, վեր պիտի անպայման գա Երևան, ստուգման ու որոշակի վերահսկողությունների մեջ պիտի ինեի 3 ամեսումին, բայց բլոկադան ազդեցություն ունեցալ ու Արցախում կարվեջ այդ մասնագետը ու վեշ մի ձև հնարավոր չի լալ գյումչում շատերն են իլալ կարմիր խաչավ գալիս, քինալիս առողջական խնդիրների պատճառներով, բայց իմը ստացվելիս չի իլալ գյումչում խե ու ես ստիպված եմ իլալ ուղղակի համակերպվի այդ ամեն ինչինը հետ, բայց նաև հիշում եմ ինչքան եմ իլալ երանդավ լծված, ինչքան եմ իլալ ավելի շատ աշխատ այն ինչ վերնելիս եմ իլալ ավելի մեծ պատրաստակամությամբ հնելիս, այլ ոչ թե ուժասպար իլածնելիս, որտեվ ինչքան ամիսները շտացալն, այնքան ուժասպարությունը ավելի մծայլալ, եթե սկզբի շրջափակման սկզբի 2 ամիսը կարեիր ամեն ինչից էլ օգտվել ուտելիքի առումով, արդեն 3-4 ամսից բացառությունները, այսինքն այդ չիլած բեները ավելի շատ այլալ, քաղցրը, հյութերը, կատնամթերքները, այսինքն ամեն ինչ քինալավ պկասալա, եթե հնարավոր էր հատուկ ընդ ճարած ու քիչ օգտագործած, եկալապահ վեր ընդհանրապես իլալ չի ու օրվա մեջ եթե առաջ մարդու տելիս այլալ 3 հետ լիարժեք ու ապրելիս այլալ դի ուժե ամիս առ ամիս օրը հետը սիլա սկսելիս օտելելի ու մինգելդի հինգի դամի ինչ ընկներ ձերքտլի ինքան վեր ստամոքսդ դերտակ չմնար բայց դրանը հետ մի տեղել ուզում տվարոգում ուզում հացում ուզում ինչ-որ մի քաղցր բեն ասում խնդրում լի կարիս ինձ էտի տիպերիս օ ինչ-որ շպեն ուզում չում դե աշխատավարձ ենք ստանում փող ունենք խնդիր չի լի այդ փողը գիտեմ ջիպ չի լի օզավեր կարինք վեշտատանք բայց քեցա մագազին մի մտալ ու բեն չկա պրոստը բեն չկա լի այդ կնեգ ընդհանրապես տվարոգը տա բացառվում է դա դաժե ինքը վերասալա վերասամ կեշիմ եթե ինի կպերիմ ես գիտում վեր կավեջ բայց եթե ուզումս կեշիմ եթե ինի կպերիմ հաց ու այդ քաղցր դե քաղցր էլ չի իլալ ու ես իրան հետի պրոստը մի հատ հացում տարալ ու ինքը ուզելիս այլալ են վեր սև հացեր էին ու ստի գյումելչում քարե հացա կոչվում ինչա կոչվում ստի քարակուսի ստի ուղանկյունի վեր դի հացից գյումելչում վերջի դորում Ղարաբաղ այդ բլոկադի ընթացքում հիբի այլալ կավեջ ու սովորական հացում տարալ ու բեն այլալ ստի թխված քա պեսոկավ սարքած ստի երգյանգում չում ինչ այլալ ասամ դե շգալատ բեն չկա քաղցր այդ բեննում տանում դիտալում տվալ ու իրա այդ դժգո դեմքլի վեր ասում ես 25 ոզա դու ինձանա ինչ սպերալ բայց դու հասկանում ստի ոնց որ ես իրան մեղադրում չում կամ ոչ մեմ այլ հակառակ ես հասկանում իրա ցավը ու նաև իմ անկարողությունս վեր վրոդի
օզածը մի մած բեն չիլի ընդամենը մի շգալատ, մի տվարոկ, մի իրան օզած հացու տակավեջ ու իր այդ տխրությունը ու այդ բենը վեր ինչ սպեր այնց էդի հա լավ կոտիմ սովաշ չմնալ, բայց ես տաչում լի օզավ Օտրանից հետո ինձ միշտ այդ հարցն ա վենանում վեր լավ ես այդ օր իրան քյոմագում վրա, բա հետո ինքը ինչ արա, ինքը քյամ չի, հերթ չի կանգնում, բա իրան հաց հուվա բերում, հուվա տանում, ու տիլիքը մարդիկ Արդեն վերհատետի ամեն ինչ հասալ այր ապիկին, կոմբինացիային ու սեպտեմբերին էլի պատերազմը սկսվալա, այդ ժամանակ շտեղը սլալ, հույց լանեիս, հույց հասկացավ էր պատերազմա նորից թխման Հիշում չում այդ օրը вообще շտեղ պետք է քինա հիշ պետք է ինեի, բայց այդ օրը տանում իլալ Էմիլալ տելեֆոնի մեջին գիրվելիսում իլալ ու կմփունակյամ ու հետաքրքիր է այնա վեր ես ամբողջ 44 օրյա պատերազմից հետո ինչ վերադարձալ Ղարաբաղ անդհատս էլիս միլա վերելայ կռևինա անընդհատ լուղջին ու մանավանդ մեր տանը սելիս միլա վեր էլա ահավոր մի հատ կռևալի ինան ու սելիս միլա վեր խնդրում պապա գյումչում հարևաններին էլ միասին այդ ապաստարանը մքրեցիք որտեվ միակ տեղը վեր օնիկին ալի տղայինա ու ունելիս չլես էս ռուսս տեղա վեշպենինան չի ծեր կռևել ինի լայնամասշտաբ չլի նան կարող աստի դիրքերի օրին բենանին բայց դի ինչ վեր կռև չլի նան վեր հետի մուկ պիտի վախեինք էլա ու էտա վեր ամսի 19-ին էլա 1:15-յա 15-յա թխումն առաջի պենասում տասեք կռևը սկսից ու այդ պենը վեր սա հարևաններավ կշանում ենք այդ ապաստարանը ու հետո հսցնում վեր Երևան հնգերունցած մինին կիրում ասում սկսից կռևը ու կապը կորչում է մի վարքյանատևում ու կապ չինում даже ես գիտում էլ չում վեր տա քեցալա յուրան հսալա թաչես պրոստո ղարկում ու հետո եմ գիտացավ էտա հսալա յուրանի այդ բենը ու վեր կշանում ենք ու այդ ապաստանը ահավոր եղտուտ վիճակում ժեշտերը վեր գցած ու այդ թխելու ընթացքում նոր տեղ մաքրվում է վեր մարդիկ նի մտնին ու այդ բեն վիճակը լի վեր ոնց որ էլա նույնը ու մարդիկ խոխաս գյում չու խոխեք շկոլումն կնանե կվազն տամ երկյան խոխորցպերին որտեվ սասերը շատ մոտ է տպավորությունա վեր Ստեփանակերտի մեջին ընթխում բայց այդ սկզբի շրջանում կողքերքին ունիլ թխելիս հենց Ստեփանակերտի շրջակայքում Ուտի լուր չկա, էլա գիդում չնք հովշտեղա, ինչ վիճակում է, պրոստո ապաստարաններում, այդ վախի մտնոլորտում, ծնողներ են կյաման ընդհատ, խոխասկավեր, խոխաշկոլում չի, գյում չում, ուժե ասում են վեր խոխեք կան վիրավոր, որտև ուժե Ստեփանակերտին ինչ-վեր տեղեր կա թխալան, ուտի, մի հատ անհասկանալի պահ այլ ու այդ պահը լիվեր ուժե պրոստը ոնց որ սվերումս այդ սասերին ու կզետի մինատորնում այս պահին կապրիս ապրել չս եւ այլն ու դի քշերը մի կերպ լուսցնում ենք այդ սասերավ այդ վախերավ այդ ամեն ինչավ ու այդ ամբողջ օրը մուկ մեր հարազատներից դի հատուկ տեղեկություն չունք ունենում վեր գյուղերում ունինում հաջորդ օրը նոր որոշակի օրեն ինֆորմացիան սկանում տեղեկանում վեր շատ գյուղացիների տեղահանալը կյամն ռուսական բազայի կողքը ասկերանի օթանավակայանի կողքը ու ինչ որ տարօրինակ խուճապներ ասկսում ու մարդիկ քինամն երընկենում վեշերը հավաքում են քինամն քինամնք մունքել ինչ հանը
այդ բազին կողքստի ասած վերևեր 44 օրից հետո վերջա օթանավական այլալ ռուսական բազա այլալ ու տեսարանն էլ այդ как будто издевательին այդ մարդկանց հանավ, մզանավ, մուկ մզանավ, թորքը մզանավ, հայը մզանավ, շատ ահավոր վիճակ այլալ մարդկա որոշակիորեն վատորվա հետի պահած վարելանյութոներ, բենզինա հինչա, մաշինե քին տալծրալն, քամն ասկերանի այդ բենը, օթանավակայինը միգե ետ որոշումն կյամն։ Ու այդ ընթացքում տեսնում ես մարդիկ վեր գյում չում այդ վարելիք չկա ու այդ բենզինի լցակայանների կողքին կուտակված յուն այդ կռևն անում, մինը ծակում ավեր բենզին լցնե, որտեվ մաշինոն է, բայց վարելիք չոնե, տեսնում ես ընտանիքների անդամներ, որոնք վեճ վարելիք ունին, վեճ մաշին ունին, սովորական են պրազրաչնի ցլաֆաների մեջին նասկիա գցած, մի վերխա գցած, ձերքեներին երկար վնավ Ստեփանակերտակ որոշալն վերքինամն խոճապենկա վեր թորքնի ամտալ նունի մտածել ալիլ ալդել չվեր տա, այսինքն մասեր կա եկած այլալ դրոշայլալ դիրած Ստեփանակերտում այդ մարդը միակ ձևը վեր մտածում ավեր կարող է իրան սպանին վեճ մորթին վեճ դա քինահսնե ասկերանի օթանավակայինը վեր տղան կարող է թույլ տան վեր վերտալյոտավ կամ գյումչում իջավ դու Երևան տեղափոխվես այսինքն այդ մտքերը ստիպելիս այլա մարդկանց վեր թեկուզ վնավ թեկուզ մի հատ սետկավ քյասսնիս այդ օթանավակայինը վեր կյանքդ փրկվե խույտ կյանքը փրկվե շատ տհաճ երևույթներ այլալ վեր օթանավակայինի կողքը մարդիկ ընդհանրապես դամաշնիկավ գիշերանոցավ խալաթավ գյումչում X գյուղից եկալն հսալ ուսախ գիշերը ցրտումը տեղն անցկացնում վեճ ջիր կա վեճ պետքարանի տեղ կա լող պարկաստափերին լացնինում զոհեր ունին գյում չշտեղն թաղելու Ստեփանակերտ այդ մորգին կողքը վտահավոր կյամա մարդիկ հսցնում չն իրանց դիակները յորոնին թաղին մորգում գործանողը հսցնում չի շուշուտ վերջը այդ իրան աշխատանք կատարե վեր զոհին տա իրա ինչանը տիրոջը в общем ահավոր մի հատ մի օրվա մեջ ասիս կուտակված իներ 90-ականների պատերազմի դրվագները 44-օրյա պատերազմի դրվագները սաղ այդ ամեն ինչը այդ խտացված այդ մի տեղում ու այդ հողարկավորությունները այդ վեր ժամանակ չկա, ձև չկա, վարելիք չկա վեր մնացածներին բերին հիշում եմ այդ օթանավակայինի կողքը զինվորները ցեխուտ, եղտուտ, վերոնք վեր արդեն всё ժամը 1-ից հետո ասվալա վեր Արցախը հանձնվում է եւ այլն այդ վիճակը ու կռև չկա ու այդ տղերքը եղտուտ, ցեխուտ, ավտոմատները ջաներին, բուլեկստի ըրվամա կիսա ջարդված հոգնած, կիսա լացիլած իրանց հարազատներին նմանկյամ ծարավն ջուրն օզում ջուր չկա որովհետև մարդիկ այդ օթանավական քինալիս վախտը եթե որոշակի ջուր այրալ իրաց ձերքին տսալն բենզինի լցակայան ծակված ջուրը վերնացա բենզինը նացում վեր կարին մաշինը բենանին վարելիք հավլցնին մի հատ շատ տհաճ բեն վիճակ վեր օրինակ ես ասամ էլ օզում չում ստատոսնամ ինձ էդի պրոստը հոգեբանորեն շատ ահավոր է ես պրոստը օզում վարկյան առաջ աշկերս փակին պեցանի ու տեսնամ վեճ ես տեսարանը գյումս մի հատ նվաստացնող մի հատ անբացատրելի վիրավորական պահեր այլալ այսինքն այն ցավը նախ վեր դու կորուստներ ունիս շատ ընդհանրապես ժամերի ընթացքում այն ցավը վեր все-таки հանձնալն քեզ այն ցավը վեր ամեն ինչ անիմաստար եթե կարելի է դիմեղմ ասած ու պլյուս այն իզդիվացելնի վիճակը վեր քո հանդեպ անուման բոլորը
քո հանդեպանում է քո ղեկավարությունը, քո հանդեպանում է քո թշնամիդ, քո հանդեպանում է գյումչում եթե պատասխանատվություն կարելի է տինել գերտերությունները, քո հանդեպանում է քո հայ ղեկավարները, դա դու ուզում ես րոպե վարկյան առաջ այդ ամեն ինչը էլ ապրիսվեջ ու ես ինքս եմ մտածալում վերել ոզում չում ստեղին իմ ու հետո վեր լուրերն է տարածվում վեր հուվեր հսցնե տուսկյա հետո թողելու չն լուրերը վեր այսքան տղամարդ պետք է գերի հանձնվե վեր տու կարիք տուսկյակ գյում չում լուրերը վեր թողելու չն տուսկյակ գիլանընձես կտորին լուրերը վեր ընտրություն չկա կտորելու չն պիտի իրանց հետ ապրիկ լուրերը պավեր իրանց հետ ապրինք իրանց կազմի մեջ հետո Հայաստանի իրա կռև անին հայը հային պիտի սպանե այսինքն ընդհանրը մի քանի ժամվա մեջ քեզ ինֆորմացիայի տերորին ենթարկում քեզ ջախջախում են հնարավորինս հոգեբանորեն ամեն ձև ու ստեղծում են այն իրավիճակը վեր դու ամեն հնարավոր ձևով պրոստը տեղ օզիսվե չինիս այսինքն եթե իներվեջ հետ հոգեբանական տերորը ինֆորմացիոն տերորը սխալ ինֆորմացիոն տերորը հնարավոր է էլամուկ էլա արցախցիները մնային Արցախում բայց հասկանում չես կոնկրետ հյուրայել հարկավեր ավելի շատ թշնամուն ներքին թշնամուն արտաքին թշնամուն թահյուր բայց կատարվալ այդ ամեն ինչը ու մարդիկ միաձայն որոշալան վեր ուղակի պիտի քինան ու դա ճիշտ է իլալ ըստիս որովհետև գոնե մի հարցում մարդիկ պիտի համախմբվեին այլ վեշթա տեղել պարակտվեին եթե մնամին ուրեմն մնամն լող եթե քինամն ուրեմն քինամն լող որովհետև մուք շատ քիչ ընկիլալ ու մուք միակ օղակն ընկիլալ վեր ուրիշ պիտի պաշտպանեինք թե մնալավ թե քինալավ իսկ մնալու որոշում կայացնելը այդ ժամերին շատ ահավոր է իլալ խեմ ասում այդ ժամերին որովհետև ես ինքս օզալ չում մնամ բայց վեր ամսի 25-ին արդեն ուղևորվալ ուժե 24-25 օրերն է եկալ այսինքն 19 ապրալն 20 ապրալն 21-22-ի որոշումներ ընկիլալ կայացնելիս վեսյոտկի պիտի քինանք ու չպիտի հետ մնանք ստի ասած ամբողից արդեն 24-25-ին ես մտածելիս ու լավ էր դա սխալ որոշում է ու մուք պիտի մնանք այսինքն այդ Արցախը հայաթափվելը դա այդ ինֆորմացիայի ու հոգեբանական տերորի արդյունք է իլալ ու մարդիկ վեր այդ վիճակից դուսակյամ ու կարողանում ասկսել դատելը սկսում հասկանալ վեր սոտկի Արցախը հայաթափվում ասա վեր մեր հողնա բայց արդեն ընտրություն էլ չունիս որտեվ դու այդ հոսքի մեջ ես ստացվում չի դուսկյալն էլ շատ ահավոր է իլալ շատ երկու դաժան գիշեր ընկած գծրա ճանապարհին որոշ հանգամանքներից ելնելով նախ արդեն իսկ գիտակցել վեր վсё քինամս ու վсё պրոստը դա վերջն է այդ հոգեվիճակավ դուսկյալը ճանապարհին նեղված քավ մաշինի մեջին կարում չսքոնինիս հետո վախումս վեր վсё-таки ադրբեջանցիների վերահսկողության տակս գտնվում է ճանապարհում ու ամեն ինչ կարեինի այդ վախը կյանքի տելա հանդեպ ճանապարհին ադրբեջանական ոստիկանի մեքենայի շրջումը ու հեգնական ու վիրավորական ու նաև իրան ներքին այդ ուրախությունը վեր բարի ճանապարհ ձեզ ասելը ու վերահսկելը վեր իրա տարածքում հանկարծ այս պահին իրա տարածքում արդեն հայ իրան անկարգություն չթույլ տա դրա հետ ինքը ոստիկանը հանալ վեր այդ ճանապարհը վերահսկե այդ արհեստականորեն ստեղծված հակարի կամրջի անցակետի անցնելու վախը սովորական մարդս
բանալի ունիս կամ գյում չմիջվել մի հատ սուր իր ունիս, վեր զենք չի բաց սուր իրա ու քեզ վախն շնչում վեր տրադարդա քեզ կարողա թողի մեջ անցկենաս։ Այսինքն այդ բոլոր նվաստացումների մեջ հավ անցկենալը պլյուս հայրենիքի կորուստը պլյուս ինձ էդի ամենացավալին հիվերքո ընկերներիդ գերեզմանները, քո հարազատներիդ գերեզմանները, քու դեռ չգտնված անհետ կորած զինվորների թողնելը տեղ քինալը, վարված տղաների չոքնել ու թողել քինալը, այդ ամեն ինչը դա սարսափելի մի հատ երևույթ է, բոլոր էնպեների կողքին վեր դու պրոստը տոնը սկուրցրալ, հայրենիք սկուրցրալ։ Հիմա Հայաստանում արդեն գտնվել է մտածում ես ամեն ինչի մասին, ինչ հոգեվիճակներ ակումոտ, ծով կոզիզնից հետ վերադարնաս, թե արդեն ինչ-որ ձև կրեցած հրաժեշտ տաս, կոմեջն միկնավեր տեսնելու չես հապալս էդ էջը կոմեջ, թե դեր բացա։ Չէ, Արցախի էջը փակ չի իմ մեջ, բայց շատ տարբեր է սորվա իմ մտքերը ու 23 թվականի 10 մինչև 19-ի մտքերը։ Միանշանակ շատ բարդ օր եմ ապրում, համոզվածում ինչպես շատերը, կարում չում հաղթահարի մինչև դյուզա Արցախի չինելը ու մեր կայացրած որոշման հետևանքների ապրումը, այդ մեղավորության, անկարողության զգացողությունը պես չի թողում, ինչքան էլ վեր գիտակցաբար ես հասկանում եմ, ես մեղավեր չում, այսինքն ես մարդում, ես հասարակ մի հատ քաղաքացիում, մեկը հուվ ուղակի վեշպեն կարել չարաներ այդ իրավիճակում, բացի այն վեր զուտ չցեղասպանվեր, զուտ իր կյանքը փրկեր ու խոսեր ես ամեն ինչի մասին։ Դրանից բացի ես էլ անելիք ու հնարավորություններ ուրիշ անելու ունեի վեճ։ Արցախի էջը փակված չի ինձ էդի, բայց նաև անհասկանալի է ինձ էդի ինչ է սպասվում։ Արցախ միանշանակ ես օզումում հետ քինամ ու ես հետ քինալվում, բայց միայն մի դեպքում առանց Ադրբեջանի ու ադրբեջանցու։ Դա հնարավոր չի ինի, եթե այնտեղ Ադրբեջանի վերահսկողությունն է ու ադրբեջանցի ապրում։ Եթե ես պիտի հետ քինեմ այդ մտքով, ուրեմն ես առհասարակ դղատույց չպիտի գայի։ Իսկ եթե ստյուսում եկալ, դա չպիտի ինի։ Այսինքն միայն Արցախը հայկական ինելու դեպքում ես միանշանակ կքինամ Արցախ։ Դա երբ մտելու առիթ էլ չտալ ինձ, հա, գուցե դա գյումչում մի քիչ ուշինի, ես տեղ հիմնավորվիմ կամ ուրիշ գյումչում այդ պահին թվավեր ոնց կարեմ ես մեկ էլ ստեղ հիմնավորված կամ ընդեղ, բայց ամեն դեպքում ես համոզվածում եմ քինալվում, որտեվ իմ 30 տարիներս ընդեղ է մնացել, ես ուզելվում դեղ քինամ, ուզում եմ դեղ քինամ։ Իսկ հիմա շատ անհասկանալի է, հիմա իրավիճակը դիավեր նաև կասկածելի արդյոք Հայաստան գինի թային էլ չի, էլիա կասկածելի է ես ողջ կմնամ թե մնալ չու, որտեղ բացառվում չի վեր Ադրբեջանը նաև լայնամասշտաբ պատերազմ Հայաստան կսկսե,
ես գիտում չում ու ես ապրում եմ ուղղակի, այսինքն ես շատ օզում եմ վեր չինի պատերազմ, ես շատ օզում եմ ես վերադառնամ Արցախ, ես ահավոր շատ օզում եմ վեր Հայաստանը կուրցնինք վեճ, ես ահավոր շատ երազում եմ վեր այլևս բռնություն տեսնամ վեճ, բայց ես համոզված չեմ վեր դա տիա ինելու, ես ներքին համոզմունք ունիմ վեր էլ ինչի մեջ ա վեր մուկ անցնկացա 20 թվականից սկսած, մուկ հալամ անցնկնան ու գուցե ավելի վատ ընկանցկնան։ Ինձ թվում է վեր դա վախ չի, այլ դա ուղղակի արդեն ճիշտ գնահատական տալա նրան վեր ինչ ա կատարվում տարածաշրջանում, հուվակու հարևանը, հուվակու թշնամիտ, դա նաև գիտակցելն է, վեր ինքը ինչ ա օզում կզանա, ինքը պարզ ասում է ինչ ա օզում կզանա, մնամա վեր մուկ դա գիտակցելավ հանդերձ ճիշտ որոշումներ կայացնինք, վերը վերանում չնք, կամ էլ ճիշտ է դա որոշում կայացնողների մտածելավ։ Շնորհակալություն Մարիամ։